Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր ունենք հյուր, մեր հյուրն է 2020 թվականի պատերազմի ժամանակաշրջանում գլխավոր շտաբի պետի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը։ Ես էլ շնորհակալ եմ հավերի համար։ Ինչպե՞ս եք։ Սաղ ենք ու ուզում եմ, որ դուք մեր Սփյուռքին, Արգենտինային փոխանցենք ջերմ բարևներ։ Շնորհակալություն։ Պարոն Պողոսյան, երկար ժամանակ բանակցում էինք այս հաղորդման համար եւ վերջապես ստացվեց եւ իմ գլխավոր նպատակը այս եթերի համար, որ մի զինվորական գա, որ անկեղծորեն կպատասխանի այն հարցերը, որ ժողովրդի մոտ այն որ ասма կուտակվել է արդեն եւ ցավոք սրտի քաղաքական գործիչները կամ ճակերտների մեջ ասած քաղաքական գործիչները ինչ որ մի տեղերից հայտնվում են մեր քաղաքական դաշտում եւ որ ասում եմ միանգամից անցնում են մանիպուլյացիային, հա, իրանց ծրագրերը ներկայացնելու տեղը միանգամից ասում են այս կառավարությունը պատերազմի ժամանակ դավաճանեց մեր զինվորներին, հանձնեց հողերը, հանձնեց Արցախը, 10,000 զոհ ունենք, 8,000 զոհ ունենք, տարբեր թվեր են ասում։ Մենք վերջապես պետք է այս հարցերի պատասխանը իմանանք։ Խնդրեմ Ձեզ եմ փոխանցում խոսքը։ Պատասխանեք այս հարցերին, ինչ է տեղի ունեցել իրականությունում։ Որ հարցից սկսեմ, ինչու սեն ստացվեց կամ զողերի մասին։ Ամբողջը միասին, մեկ փաթեթով։ Մեկ պակետով։ Նո նախ եւ առաջ ասեմ, սկզբից սկսել են ասել, հայտարարում են, որ 9,000 զոհ։ Ես էլ ասեցի, որ չկա sense բան սուտա։ Հետո սկսել են լավ իջացրել են քանակը, ասել են 7։ Հիմա իջել են մինչև 5։ Ես դες ասում եմ, վստահաբար դա ոտ դիզգլուս սուտա։ 4,000-ից ավել չկա։ Այդ ոչ թե միայն զոհվածներ, այսաղ միասին կորածներ, հիմա կարող է որ այո, կարող է հիմա գտնվում են ադրբեջանցիների մոտ։ Այսաղ միասին ընդհանուր 4,000 չի անցնում այդ սահմանը։ Հիմա որ մարդիկ նայեք, ես գիտեմ ինչ համար են ասում 10,000, 9,000, 7,000, 5,000։ Էդի քաղաքական պատճառներ կա, ասներ, ուզում են ժողովրդին բզբզեն, էմոցիայի վրա խաղում են, ծնողներին ասում են, տենում եք ազգը 10,000։ Մեր համար մի հատ զինվորը զոհվում, մեր համար դա չգիտեմ, դա մի հատ կատաստրոֆա է մեր համար։ Այո։ Դա սիրտի փայտում է, ոչ թե ցավում։ Դուք էլ մեր ազգի համար ասում եք 10,000, ազգի գժվում է, հասկանում եք։ Ինչու այդ քաղաքական նպատակներով բզբզում եք, ասում եք ես չեմ տակասնում, որ կլինի 10,000 կասեի 10, կլինի 20 կասեի 20։ Խոսքի օրինակ, ազգի պիտի իմանա իրոք ինչ քանյոքի մարտազողը։ Այդ 4,000 հոգի մեջ մտել է ոչ թե միայն մեր բանակը, այ կամավորները էլ, մոբը էլ, սա ամբողջ բանակը, բժիշկներ, 16 բժիշկ զոհվել։ Ասա սա ընդհանուր 4,000-ը։ 4,000 էլ չկան, դե բաներ։ Բա որ ավելացնում եք միջև 5, միանգամից 1,000, մեկը միանգամից 3,000, 7 ասում, մեկ ասում է 9, այդ ազգը գժում է, ախր չկա sense բան, ախր հայի սիրտելիա ցավում, ծնողներն են լսում, ինչու համար sense բաներ եք անում, համոթել, հակառակորդել է ուրախանում։ Իհարկե։ Ինքը իրան սեփական ժողովրդին ալիվ ասում է, տենում եք ինչ եմ արել, առրակես դու ինչ որ բան ես արել, 25,000-ից ավել զոհ ունեն դրան, ես այլ չեմ ասում ինչքան վիրավոր է եղել։ 25,000 զոհ դուք ասեցիք։ Այո։ Ես չեմ ասում, ուրեմն եթե դուք բացեք 21 TV տվյալները, այդ բանը կա, թերթ կա, Economist բրիտանական թերթը, գիտեք շատ ճանաչված, հարգված, դա sense ասեմ, MI6-ի բաննա, թերթնա, բրիտանական հետախորհրդական թերթն է դա։ Բաներ են գցում իրանց միջոցներով տարածում են ինչ որ իրանց հետախորհրդական համար պետք է։ Իրանց տվյալներով եղել է 19,000, Ֆրանսիայի գլխավոր շտաբի տվյալներով 21-22, ռուսական գլխավոր շտաբի տվյալներով 22-23, հետո վերջում անցած տարի պարզվեց 25։
Դա էլ ասում են վերջնական չի։ Ես ես մի հատ բան պատմեմ։ Մարզակերտի ուղղությամբ վրա։ Ուրեմն նայում ենք սենց զորքը կուտակումա, ավտոներ հերվից գալիս կաղնում են, առանց հրետանային պատրաստության, միանգամից զորքը գցում են հայերի դեմ, մեր մի հատ գումարտակը ոչնչացնում են, երկրորդ, երրորդ, չորրորդ, այդ դաշտը որ նայում ես, այդ կանանչ բան չի երևում, սաղ դրանք են, հետո ասում են դե եկեք մի կեսօր, մի օր չկրակենք բան, ասում եք արա եկեք վերցրեք այդ անասուներին, հոտա գալիս, մարդ կարա թույնավորվել, գնացեք վերցրեք, հետո երկու ավտո է ֆռացել իրանց մոտ, կրիմատորիա, այսինքն որ դե կողմից ավտոների վարում ես, ու մեծ մասը իրան զոհվածները եղել է շրջարզերից, մեծ մասը, նայեք, այդ ես որ ասում եմ զոհերի մասին, այդ միայն, իրանց բանակի մասին եմ ասում, ես հələ չեմ ասում Թուրքիայի մասին, ես հələ չեմ ասում աղաբիջների մասին, որ արաբական երկրներից են եկել, ես հələ չեմ ասում դու Պակիստան այսքան զոհ չի տվել, բայց մի քանի հոգի, բայց նրանք քիչ մարդ են բերել, մոտավորապես 180 հոգի հատուկ նշանակության ջոկատներ են բերել, բայց մեծ մասը աղաբիջներ, ադրբեջանցիք եւ Թուրքիան բերեց ուղղակի իրան սպեցնազի 3000-ից ավել 44 օրվա մեջ դրանք կորցրել են մոտավորապես 1650, այդ ամենալավագույն իրանց հատուկ բանակի ստորաբաժումներ, դրանք ամբողջ, ինչքան դրանք բանակ ունեն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այս ստորաբաժանում երբեք sense կորուստներ չի ունեցել, 1650 մարդ, այ մարդ ոչ թուրք, հասկանում եք այդ ինչ թիվա, այսինքն Հայաստանի բանակը եւ ամբողջ, ոչ մեկը չի մտածել որ Ղարաբաղը բանակ իրոք անկախ բանակ է եղել, դա հեքիաթ է, դա մեծ, sense ասեմ, Հայաստանի մի մասն անդեղ, մեծ ուժեղացված կորպուսն է, դա մեր բանակն է, մեզ է ենթարկվել, այդ որ Սերան Օղանյանը էշես դուսատալի, որ մենք ստեղ ենք եղել, դուք ստեղ ենք եղել, այսինքն ուզում ասի, այդ մարդը եղել է պաշտպանության բանակի հրամանատար, ուրեմն գլխավոր շտաբի պետ մեծ զինված ուժերին, հետո դարավ նախարար, ու ինքը սենց բաներ է ասում, այդեղ ասում է որտեղ ՊԲ-ն է եղել, դեղ նորմալ է եղել, այնտեղ որ եղել է իբրև գլխավոր շտաբը եւ Նիկոլ Փաշինյանը, այնտեղ գնացել է պրովալ, այսինքն այն տարածքի մասին որ ինքը խոսում է, ընդամենը 18 կիլոմետրի մասին է խոսում, այսինքն գլխավոր շտաբը մենակ դեղ է հրամանատար, այդ 18 կիլոմետրի իրա ոտից գլուխ սուտա, ամբողջ լավ բաների համար, վատ բաների համար, եղածը չեղածը, ամբողջ պատասխանատու է գլխավոր շտաբը, մեր զինված ուժերին, ու երբեք գլխավոր շտաբը չի ասել, դեղ ես եմ, դրանք դեղ են, չկա սենց բան, սա հրամաններ մեր հրամանները իջնում ներքև, քանի որ մարդիկ զինվորական չեն, հիմա գիտեք չէ, այդ կորոնավիրուսի ժամանակ, պանդեմիայի ժամանակ, սաղ դարել են վիրուսոլոգ, վիրուսի մասին են խոսում, պատերազմի ժամանակ սաղ ոտից գլուխ հայությունը դարավ փորձագետներ, ռազմական, մեկ հետ խոսում ես դու ով ես ատամնաբուժ եմ, դու ով ես լրագրող եմ, դու ով ես դու ես դաշնամուր եմ նվագում, դու ով ես ես սանտեխնիկա եմ անում, ես դու ով ես տաքսիստի վառորդ եմ, արա լուսեք արա հերիք է, ես ոչ եմ գնում բժիշկի մոտ, խոսքյունակ, ատամ եմ բուժում, իրան ասում արա չէ, մեծ սետ ծակարասեից մտին, դեից մտին, նորմալ բան է իդի, սաղ փորձագետ են դարել, հասկանում եք, ոչ կարտություն ունեն, ոչ մի բան չգիտեն, ստեից, որ մանկաց ասում ես, կեզ ով ասել ես կան, ասում լսել եմ, բարիկամին բարիկամն է ասել, հինգերին հինգերն է ասել, ես մեկն է ասում, անուն, ազգանուն, դրանից հետո խոսակցությունը ավարտվում է, ոչ անուն են ասում, ոչ ազգանուն են ասում, ասում եմ դուք ներկա չեք եղել, դուք խոսքի օրինակ, ես նախկին զինվորական եմ ասում, ինչ կոչում ունես, ավակ լեյտենանտ, կապիտան, մայոր, փոխգնդապետ, ասում լսի, այդ որոշումը որ կայացնում է պաշտպանության բանակը եւ գլխավոր շտաբը, այդ քո մակարդակը չի, ախպեր ջան,
Ցավոք սիրտի հետ է, բայց ազգը չի մտածում խոր խնդիրների համար։ Ինչու սենց ստացվեց, որտեղից այդ ամիջ եկավ, ինչու մեր ինչ սխալ բաներ արել Հայաստան, քանի տարվա մեջ, եթե ինչ որ մեկը մտածում է 2018 թվից այդ պատճառը 18 թիվն է, դա սենց չի։ Այդ պատճառները 26 տարի է գնում։ Ռազմարտահայտությունը չենք ստեղծել։ Նայեք, բանակը որ տանում է պատերազմը, հրետանի աշխատում է, ռակետների աշխատում են, գիտեք, տարբեր միջոցներ, զենք, զինամթերք դու օգտագործում ես։ Հիմա օրվա մեջ որ հաշվարկում ես ինչ կան ծախսել բանակում, նորից պիտի գազ դնես, չէ՞։ Բա տեղ չկա որ գազ վերցնես։ Ոչ գործանալ են ստեղծել 20 տարվա մեջ, ոչ նոր խոպի միջոցներ են արել, ոչ զինվորական գաղափարը չի զարգացել, որպես գիտությունը, թե ստեղծել տարբեր ինստիտուտներ, տարբեր լաբորատորիաներ, որտեղ մասնագետներ նստեն, վերլուծեն, ինտելեկտուալ կենտրոններ ստեղծեն, բանը չի եղել։ Հիմա որ սնարյադը բանը զինամթերքը ավարտում է, որտեղից պիտի վերցնես, մի հատ էլ գործարան չունես, փամփուշ արտադրես, նռնակ արտադրես, ռակետներ արտադրես, հրետանի համար զինամթերք արտադրես, տանկերը չես ստեղծում, ԲՏՌ չկա, ԲՄՊ չկա, մի քանի հատ ինքնաթիռ ունես, մի քանի հատ հին ուղղաթիռ ունես, 20 տարվա մեջ բան չեն արել։ Իրաց դղյակներ են սարքեն, չի բան չեն արել, իրաց լավ դղյակներ են սարքե, այսօր էլ գալի ասում են սենց են։ Նայ, այդ ռոբիկներին, սերժիկներին, իրանց գրպանի բյուջետը մեր բանակի բյուջետից ավել է եղել։ Հիմա պարոն Պողոսյան, հերթով եթանք, որ սենց միֆերը կոտրելով, եթանք, որ հասկանանք, որ միֆն է իրականություն, որ միֆի իրականությունը չի։ Հիմա տեսեք, մենք խոսացինք Մի վարքյան, ես չեմ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը սուրբն է։ Դրանք ոչ փորձ ունեն, դրանք չգիտեն ճգնաժամային որ բան անում, ոնց մի ղեկավարես, որ եթե պատերազմանը ինչ մի դանես, սա իրան տիպը թույլ է։ Դրանք մասնագետ չեն։ Մենք գլխավոր շտաբում եւ արտաքին գործերով ենք զբաղվել, եւ ներքին, եւ բանակին, ամեն ինչով, հետո տենում ենք որտեղ նայում ես, ոչ մի բան չի ստացվում իրաց մոտ։ Փորձ չունեցող մարդիկ են եկել իշխանություն են վերցրել։ Բայց թեկուզ եթե վերցնենք 18 թվից հետո չի ստացի որ ես Նիկոլին եմ պաշտպանում։ Եթե դուք իմ կարծիքը կարծեք Նիկոլ պիտի մնա իշխանությունում տաչի, ես ասում եմ ոչ։ Բայց ոչ Ռոբիկը, ոչ Սերժիկը, մանավանդ իրավունք չունեն։ Մանավանդ իրավունք չունեն։ Եթե կասեք ինչու, ես կբացատրեմ ինչու համար։ Անպայման մենք հարցնենք ինչու, բայց ես ուզում եմ, որ մենք թեզերը հասկանանք, որն է իրականություն, որն է սուտ, մենք ոչ մեկին չենք պաշտպանում, մենք իրականությունն ենք բարձրացնում։ Հիմա մենք խոսացինք իմաստ չունեմ, ծեպտենում։ Իհարկե, մենք խոսացինք օրինակ զոհերի մասին, հասկացանք զոհերի մասին, նաև կա մի հատ էլ մեծ մանիպուլյացիա, որը որ կոչվում է մերոնք խփեցին Շուշիում մեր ոստիկաններին։ Դա էլ է մեծ թեզ։ Էդի ազգի դավաճաններ են ասում, էլի տուրիմատություն են անում, սենց ասած մուտիլովկա են անում։ Այսինքն, նայեք, դուք երևի նկատի ունեք այն վիդեոները, որ տարածում է, որ ռակետներ գալիս, մտնում են տարբեր բլոգերներ են դրել, տարբեր քաղաքական գործիչներ են տարածել, այդ որ սմերջի ռակետներ գալիս, մտնում են Շուշի, ու այդ որ տենանք միանգամից գնացել է 18 ռակետ։ Ու նայեք, ռակետը որ թռնում է, դու չես կարող ասես, ուր է գնում, այնքի սենց է գնում, հետո կարող է սենց գնա, հետո կարող է դենց գնա, ինքը սենց չի գնում, հասկանում եք սենց, ինքը սենց է գնում, բալիստիկով է գնում, բալիստիկայի բանով է թռնում, ասում են նայեք, մեր ոստիկանները վրա են խփում, այն վիդեո որ տարածում են, այդ վիդեո ամսի նոյեմբերին, ամսի 8-ին, 18 հատ, ոչ 18 հատ, 36 հատ սմերջի ռակետ են խփել, կադներ, մադներ, տարբեր ռակետներ։ Այդ վիդեո որ տարածում են իբրև այդ ռակետները գնացել են ու խփել են մեր ոստիկանները,
ոստիկանները զոհվել են ամսի 5-ին 6-ին հիմա չեմ հիշում օկտեմբերին այսինքն 8-9 օրից հետո այս նկարը որ ցույց են տալի նոյեմբերին ամսի 8-ին վերջ օրն է որ դրանք կուտակել են Լաչինի տակ կողքերում Լաչին Շուշա Կարինտակ Զարիսլու հապել ենք ու այդ հարվածով մոտորապես 2.5-3 հազար զոհ են ունեցել դրանք բայց այդ մեր ոստիկանների հեչ կապ չունի որովհետև նայեք մենք այդ ռակետների շատ քիչ ենք ունեցել ընդամենը չենք ունեցել Տոմսով են կրակում Տոմսով Ժողովուրդ ջան Տոմսով մի հատ երկու հատ մենք մի հատ ենք շփորտում դրանք 500 հատ են շփորտում մենք երկու հատ ենք շփորտում դա 1000 հատ են շփորտում կարող ենք իմանալ քանակը թե դա գաղտնիք է Հիմա գաղտնիք չի ինչ գաղտնիք մենք ընդամենը այդ ռակետներից ունեցել ենք ընդամենը 20 տարվա մեջ 124 հատ պատկերացնում եք 124 հատ հիմա ոչ ռազմական մարդու համար ինչքան պետք է ունենայինք մոտի մինիմում 30,000 պիտի ունենանք 30,000 20 տարվա մեջ այդքան պետք է առնի խնդրեմ շարունակեք բևակ ուրեմն այդ 144 սնարյադից 6 հատ չի փայտել վերջ անգամ որ խփել են 36 հատ չի փայտել Ղարաբաղն է խփել վերջը 6 հատ չի փայտել որակի այդ սնարյադների զինամթերքի որակն է եղել ուրեմն բա ով արել այդ 18 թվի չեն արել միջև 18 թիվ են արել անորակ սնարյադներ ռուսները ասում են այդ խաղապահ զորքերը որ մտել են Ղարաբաղ հազարներով ճարել են հազարներով սնարյադներ են ճարել որ չի փայտել որտեղից ասեն որտեղից ամբողջ այդ ընթացքում գնում են Սլովակիա, Ռումինիա, Բուլղարիա, չգիտեմ, 5 պտած սնարյադներ են առնում, մի հատ ներկում են, ես իմ աչքով մի հատ տեսել եմ, դա իմես 53 թիվն է, 45 թիվն է, ներկում են, բերում են, հիմա չէ, այն ժամանակ, ասում եմ, ռուս հաղապաղ զորքերը, հազարներով սնարյադներ են ճարել, որ չի փայտել, ինչու մասին եք խոսում, Բացի դրանի որ չես արտադրում, հալա մորակ սնարյադներ ես բերում, հալա ընդունում ես այս սնարյադներին։ Այդ խեղճ մեր զինվորը մեր բանակը ինչ պիտի անի։ Իսկ այս սնարյադները որ թվականին են մտել Հայաստան։ Այս 26 տարվա ընթացքում, 20 տարվա, 10 տարվա, 7 տարվա մի բան էլ պիտի ճիշտեմ, սենց ոչ թե էլ չի ստացի որ Նիկոլին եմ պաշտպանում։ Ամենա սենց խիստ օպոզիցիա ես եմ։ 18 թվից անվորակ զենք զինամթերք Հայաստան չի մտել։ Շատ լավ։ Շարունակենք մեր թեզերը։ Ուրեմն Հադրութի ընկնելը եւ Արծրուն Հովանեսյանի, եթե չեմ սխալվում, իր հայտարարությունները, որ հաղթում ենք, ինչի հետ էր կապված։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հադրութի ընկնելու ընկել էր, իսկ Արծրունը ասում էր ոչ չի ընկե։ Այն ժամանակ որ հալա չի ընկել, նայեք, միջև եթե կու վերահսկության տակ մնում է գոնե մի աչեք, հալա չի նշանակում որ վերցրել են։ Այդ առաջինը։ Վերցնում են այն ժամանակ, որ վերցրածը դեղել զինվորել չունես։ Եթե գոնե մի հատ շենք կա, գոնե մի հատ մետր կա, որ դու կաղնացես, այդ չի նշանակում որ վերցրել են։ Այդ առաջինը։ Երկրորդը, քանի որ մարդիկ մասնագետ չեն հասկանում այդ գործերը։ Ուրեմն կա sense բան թեթվական պատերազմ կոչվում, հիբրիդային պատերազմ։ Դու պիտի հանձնես իրանց ժողովրդի իրան։ Դրանք էլ վատ բաներ լսեն, որ չի ստացվում, զոհեր, բան։ Դա նորմալ ընդունված բան է։ Մենք ինչ պիտի անենք։ Ասենք պարտում ենք, այսքան զոհ ունենք, այսքան վիրավոր ունենք, որ հակառակորդը իմանա իրավիճակը։ Ընդհակառակ պիտի ասես նորմալ է, դրանք այսքան կորուստներ ունեն, դրանք այսքան բան ունեն։ Հիմա նայեք, ժողովուրդ sense ասում, մենք պիտի ճիշտ իմանանք։ Նայեք,
այդ վերաբերումը տղամարդկանց համար։ Եթե դու իմանում ես վատա, լավ, խոսք գնաք լավ, իմացնես վատա։ Ինչ ասա, գնաց զենքը ես ներցնելու։ Տեսնենք էլ զենք որ զենք վերցրել, իրական պախել են մարտական դաշտից։ Ինչ որ Անկապյան ասել 11, դա էլ 11 չի, ես պրոստը TV չեմ ուզում ասեմ։ Որ ասեմ ազգը գժվելու է։ Այդ առաջին հերիքը թեզիսների բանան են։ Ուրեմն դա Արթուր Նավանեսյան ասում է շատ վատ է։ Այ նայ ես լսել եմ այդ թեզիսները, ասում են, եթե մեզ ասեն որ վատ է, ինչ մի դանեք, գնանք Բաքու եք մտնելու։ Ինչ մի դանեք։ Զենք վերցնողը չի նայում, լավա վատա, որ պատերազմա գնում է զենքը վերցնում ես ու մարտական դաշտի չես պահում։ Մեր բանակը իրան անունը այս պատերազմի ընթացքում իրան անունը պատմության մեջ մեծ տարերով ոսկա տարերով է գրել իրան անունը ու մտնելու է պատմության մեջ փոքր բանակը համարյա կիսատ պայեսներ ունես ոչ մի գործարաններ չունես որ բանը արտադրում դուրս պետության դեմ սահմանների փակ 44 օր դիմադրել ու այսքան կորուսա բե ու Ղարաբաղ էլա կա պայել ոչ թե միայն Ղարաբաղ հիմա եթե մենք sense վերցնենք նայեք մենք վերջի 10 տարվա ընթացքում մենք վերջի 10 տարի միջև պատերազմը ադրբեջանցիք ծախսել են 40 միլիարդ դոլար ինչ եք մտածում մենք ինչքան ենք ծախսել այս 10 տարվա մեջ ասեք ոչ ավել 4 միլիարդից Իսկ իրանց դրյակների վրա ինչքան են ծախսել? Դայեք 40 միլիարդ 10 տարվա մեջ 40 միլիարդ մենք դաժե 10 չունենք ուրեմն համագործակցել է 38 պետության հետ 60% սաղ իրան զենքը ալա այն վաղտանից 60% իրան զենքը բերում է Ռուսաստանը ծախում է իրան Ռուսաստան նայեք 40 միլիարդ ընդեղ հետո Թուրքիան կողքը կաղնացա, Իսրայելը կողքը կաղնացա, Պակիստանը կողքը կաղնացա, նույն Ռուսիայի կողքն է կաղնել։ Նույն Ռուսը։ Դու էլ ոչ մի բան չունես, 20 պայեսներ ունես, մեծ կոալիցիա դեմ, Վրաստանը սահմանը փակում է, Պարսիկները սահմանը փակել են 10 օրվա մեջ, մի անգամ ճանապարհ են բացում մի օր։ 10 օրվա մեջ մի օր ճանապարհ են բացում։ Վրացիք լրիվ ճանապարհը փակել են, այդ կանանչ ավտոները որ մտնում են, խոսքին նկարում ես այդ ուազիկներ բանը, բուխանկա, դրանք ասում են չէ, սպիտակ կրասկով ներքի, հետո բան կանես։ Նոր կթողենք այդ կոլորը դու բիդի սպիտակն է, կանանչը ռազմականն է, մենք չենք թողում։ Մենք էլ հետևել ենք։ Ամբողջ օրը, չգիտեմ, բազմաթիվ քանակով ավտոներ, կարգո ավտոներ Թուրքիան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիան, Վրաստան, Ադրբեջան։ Հələ էլ չեմ ասում նավերով, սամալյոտներով Իսրայելից ոնց գալիս է Բաթում Փոչին դեից Ադրբեջան կամ ինքնաթիռով այդ բան ԱՏՍ-ն բերում։ Հասկանում եք։ Դրա համար բայց ինչու համար այսքան ասում եմ։ Այս կոալիցիան ու այս զոր բանակներ, որ սաղ դուրս են եկել մեր դեմ, դու էլ բան չունես։ Ինչ են վերցրել դանք Ղարաբաղից, այստեղից սկսենք։ Ղարաբաղից դրանք ընդամենը 44 օրվա մեջ վերցրել են Շուշի Գադրուտ։ Ճիշտ է։ Այո։ Այդ 7 շրջանից վերցրել են Ջաբրայիլ եւ Ֆիզուլի։ Այսինքն այս ուժի դեմ բան չունես ձերքի տակ։ Ամբողջ Ղարաբաղը փայել ես։ Դա պարտություն չի, դա ախտանական։ Այ հետո ինչ որ վերջում է եղել, քաղաքական գործիչներ, չգիտեմ ինչ են ստորագրել, հետ են կաշվել, 23 սենց բան հաստատել, դա արդեն ուրիշ բան է։ Ես հիմա խոսում եմ բանակի մասին։ Սենց ուժի դեմ 44 օր համարել բան չունես, երկու քաղաք ես կորցրել, երկու շրջան ես կորցրել այդ 7 շրջանից։ Դա նշանակում է,
Այս պետություններ, որ պլանավորվել են, նույն Բելարուսին են մեր դեմ եղել։ Իհարկե։ Ինքը չի մասնակցել մարտական գործունեությունների մեջ, բայց գիբրիդային պատերազմի մեջ ինքը շատ լավ էլ մասնակցել է։ Նայեք, ինչու՞ էս պլանավորվել է, որ այսքան պետություններ մասնակցեն, որովհետև իմացել են ու գիտեն հայոց բանակի դեմ խաղ չկա։ Մինակ Ադրբեջանը չի հասցնելու իր նպատակին։ Բացի դրանից, օկտեմբերին հիմա չեմ կարամ ստույգ թիվ ասեմ, բայց նո մոտավորապես 20 օկտեմբերի 20-ից հետո փորձել են մտնել Սյունիք, Միջիվան, մեծ տանկային շարությունում, BTR, BMP-ն, ասած տեխնիկան։ Մերոք այդ լրիվ այդ տեխնիկան ոչնչացրել են։ Չեն թողեցել, որ մտնի Սյունիք, ու որ մերոնք հասկանա մեր ազգը, մեր սփյուռքը։ Այս պատերազմը չի եղել նախատեսված Ղարաբաղի համար։ Այս պատերազմը եղել է նախատեսված Սյունիքի համար։ Ղարաբաղը եղել է Ալիևի համար բոնուս։ Բոնուս է եղել։ Դրա համար հիմա պատկերացրեք։ Ես ինչու համար այսպես այդ բանի որ ուշադրություն դասեք։ Մի հատ փոքր հայոց բանակը, ամբողջ Ղարաբաղ Հայաստան կապ չունի։ Այսքան մեծ կոալիցիայի դեմ համարյա բան չունես։ Սահմանների փակ։ Ոչ մի զենք զինամթերք չի գալիս մտնում։ Համարյալ բան չես կուզել։ Այս կոալիցիայի համար դա հայտարարությունն է։ Հայտարարությունն է։ Դրանք Ստեփանակերտեն մտել, չեն մտել։ Մարտակերտեն վերցրել, չեն մտել։ Ասկերանեն վերցրել, չեն մտել։ Աղդաման վերցրել, չեն մտել։ Դրա մասին ազգը բիդաս։ Ես մի հատ բան ասեմ։ Մենք մի հատ մի ազգ ենք աշխարհում։ Երկրորդ sense ազգ չկա։ Դա աշխարհը ասում արեք ինչ հայերի ինչ են արել արա, բան չունեն, այսքան փոքր պետություն է, այսքան մեծ պետությունների դեմ։ Սաղը գիտեմ, որ բան չեն կարտադրում։ Այդ ինչ են արել։ Ֆրանսիայի շտաբը, Ամերիկայի Պենտագոնը, Ռուսի շտաբը, даже դրանք ստիպված եղել են ասեն արել հայեր գերազանց են։ Մենք հայեր Արոոտմանից միջև իրգուն զինվորներ դավաճան են, գեներալներ դավաճան են, սպայական կազմը դավաճանը համոթից։ Հիմա ես ուզում եմ մի հատ հարց տամ, որը որ շատ կարևոր է, քանի որ դուք գիտեք այդ հարցերի պատասխանը։ Նիկոլ Փաշինյանը կամ երկրի կառավարությունը պատերազմի ժամանակ խանգարել է ինչ որ մի կերպ զինվորականներին իր հրամաններով, չգիտեմ, հետ քաշվեք, թողեք գնացեք, մի խոսքով։ Սենց բանել են ասում։ Ցավոք սրտի, այո։ Ну, մարտիկ որ բերան են բացում։ Թող գնան մի հատ դպրոց ավարտեն նորից, համասարան, ինստիտուտ, չգիտեմ ինչ։ Գոնի մի հատ մտնեն Google, բացեն ու գրեն Հայաստանի պաշտպանության մասին օրենք։ Օրենքի մեջ նշած է։ Երկի ղեկավարը, իրնի տա նախագահ կամ վարչապետ, նայած ինչ դու սահմանադրություն ունես։ Դառնում է գլխավոր հրամանատար, սա ասում են գերագույն։ Գերագույն մեր մոտ sense բան չկա։ Ոչ սահմանադրության մեջ նշած, ոչ պաշտպանության մասին օրենքի մեջ։ Պաշտպանության մասին օրենքի մեջ նշած է։ Վարչապետ դառնում է նախագահ այն ժամանակ, եթե Հայաստանը հայտարարում է պատերազմ։ Խաղաղության պայմաններում ճգնաժամային դրությունը չի մտնում, ռազմական դրությունը չի մտնում։ Այս պայմաններում գլխավոր հրամանատարը մնում է պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյան մնում է վարչապետ։ Ինքի ոչ գլխավոր հրամանատարն է եղել, ոչ մի բան։ Դա օրենքի մասին եմ ես ասում։ Այդ առաջինը, երկրորդը։ Ինքը իրավունք էլ չունի։ Եթե մենք նայենք սահմանադրությունը կամ պաշտպանության մասին օրենք, ինքը իրավունք էլ չունի։ Բանակին
դա հրաման նահանջել հետ գնալ, կամ առաջ գնային, կամ ինչ-որ մի բան։ Իրավունք էլ չունի, այդ առաջինը։ Երկրորդը, եթե դաժե փորձ անի, որ ասի խառնելի գսեք, գնացեք, նեղ գնացեք, երկրորդ սա կարևոր բանն է, որ բանակը չի ենթարկվի նախ եւ առաջ, որովհետեւ ինքը մասնակից չի, զինվորական չի, ոչ ռազմական կարգացություն է, հետո ինչ որ դու ասում ես, բանակն է պատասխանատու է եւ գլխավոր շտաբը իրան ազնագազմով։ Այդ երկրորդն է։ Երրորդը, դաժե դա վերցնենք մանավանդ պաշտպանության նախարարել իրավունք չունի գլխավոր շտաբ պետին տա հրաման գնացեք առաջ կամ գնացեք հետ։ Օպերատիվ ղեկավարությունը տանում է գլխավոր շտաբը պետը։ Բացի դրանից, հիմա չգիտեմ, մարդկանց համար դուրն է գալու, դուր չի գալի, ես ճիշտ ասած տող չնեղանան, ով չհամաձայնվի թքացուն եմ։ Կդերեք այդ բարեմ օգտագործում։ Ես չեմ եկել, ես գիտեմ, հիմա ես որ ասեմ, հա, Նիկոլ Փաշինյանն ասել հանձնեք, գնացեք հետ, ինձ հերոս են սարքելու։ Հիմա էլ ասել են Նիկոլական, Դավաճան, չգիտեմ ինչ։ Հա, բայց այդ պոպուլիզմը ինձ պետք չի։ Եթե Նիկոլ Փաշինյան մի հատ փորձի հրաման տա, ես հիմա հաստատ այստեղ կասեմ, որ հա, sense բան եղել է։ Նիկոլ Փաշինյան երբեք ոչ մի հրաման չտվել գլխավոր շտաբին, երբեք sense բան չի եղել, չի էլ փորձել անել, ուղղակի ինքը որ գալիս է գլխավոր շտաբ կամ պաշտպանության նախարարություն, ուղղակի հարցնում է իրավիճակի մասին, կառավարությունը ինչ պիտի արվի, ինչ պիտի անեն, ինչ ապակաս, ինչ պիտի առնենք, ինչ պիտի բերենք, նույնը ինչ է կատարում արտաքին դաշտում, այսինքն բանակցները ոնց է գնում օտար երկրների հետ, էտա ինքը հարցնում է ինչ պիտի արվի, ոնց պիտի արվի, այն մասը ինչ որ վերաբերվում է կառավարությունը, այսինքն քաղաքական գործիչներին եւ պատգամավորներին, արտաքին գործերի նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը, ազգային անվտանգությունը, sense հարցնում է ինչով օգնենք, ինչ բան, բայց որ Նիկոլ Փաշինյան գասը նահանջում եմ հետ գնաք, առաջ գնացեք, թռնեք, փառքեք, չգիտեմ, սալտո մարտալի արեք, sense բան չի, երբեք չի եղել։ Ես ասում եմ միայն այդ բանի մասին, որ վերաբերվում է Հայաստան գլխավոր շտաբ պաշտպանության նախարարություն։ Թեկուզ պաշտպանության նախարարը իրավունք չունի տա գլխավոր շտաբին հրաման։ Բայց իհարկե որ գլխավոր շտաբը պլանավորում է, մշակում է ինչ-որ բան, իհարկե կառավարությունը տեղյակ է պահում ու բացատրում ինքը ինչու համար բան։ Բայց չի նշանակում ամեն մի վարքյան զանգում եք, զեկուցում եք։ Իմաստել չկա, որովհետև այդ պատերազմը է, մեկը դրանք չեն հասկանում։ Բայց այն բաները, որ ասում են, եթե ասում են Նիկոլ Փաշինյան հրաման է տվել հետա, չգիտեմ ինչ, երբեք sense բան չի եղել։ Ես չգիտեմ, որ խոսացել են Արայիկ Արությունյանի հետ, Արցախի նախագահի հետ, ինչու մասին են խոսացել։ Ես դեռ ոչ կարամ ասեմ, հա, ոչ կարամ ասեմ, չէ, տեղյակ չեմ։ Ես պատասխանատու եմ, ինչ որ եղել է մեր գլխավոր շտաբում, ես կարամ ասեմ, այսպիսի հրամաններ չի եղել, բացի դրանից ինքը չի խառնել։ Բայց դուր գալի, դուր չգալի, դաժե ինքը ասեց ինչով օգնեմ, ինչ հարցնում է, ինչով օգնեմ, ինչ անեմ։ Էս է եղել։ Հիմա դուր գալի, դուր չգալի, ես դեռ չեմ եկել, որ դուք չեք հրավերել ինձ, որ ես գամ Նիկոլ Փաշինյանին պատվանեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ես իմանայի, հրաման տալիս է, հետ գնացեք են, միանգամից կասե, նույն օր կասե, որ հրաման է տվել։ Նախ եւ առաջ գլխավոր շտաբը չի ենթարկվի, ոչ մի հրամանին հետ գնացեք։ Եթե ես ցած ասում վստահաբար 1,000,000%։ Եթե դաժե Նիկոլ Փաշինյան փորձել ասել, որ հետ գնացեք, ստե հասնեք, էս արեք, ոչ մեկը չի ենթարկվում։ Հիմա էտա, հիմա ես ոչ եմ պոպուլիզմով չեմ զբաղվելու, ասեմ, չէ, գիտեք, Նիկոլ ասեց գնացեք։ Եթե չի եղել, չի եղել։ Ուզում եք էլ հռնեք, ինչ ուզում եք, ապարկեք, ուզում եք, չգիտեմ ինչ արեք։ Դե ասում են Աննա Հակոբյանը գնացել է գեներալների հետ նստել է շտաբում, նստել է։ Աննա Հակոբյանը կարող է գնացել է։ Հալատ արել, որ գնացել անդեր, այդ առաջինը, իրան գործ չնդեղ, որ գնում անդեղ։ Երկրորդ իրան չպիտի տողեն դեղ, դա միանշանակ, իրան մակարդակի բան չի եկի, որ գնացել անդեղ։
բայց երկրորդին էլ չի կարող ասել գնացեք առաջ, գնացեք հետ, զինվորականներ կասեն, գեներալներ կասեն դու ով ես եկել այստեղ մեզ ասում ես։ Միգուցե եկել այդեղ, չգիտեմ, որպես երկե ղեկավարին լսում է հետո իրան ասում է որ սուտ չասեն, բան չասեն, կարող է, չգիտեմ, Բայց միգուցե որպես աջակցություն չի կարող լինել այդպիսի բան։ Լսեք, հետո մենք որ իմացել ենք խիստ հրաման ա եղել ոչ մեկին չթողեք։ Այսո այդ բանը բրցավ։ Այդ թեման փակ։ Հետո որ ես եկել եմ Արցախ, ես արդեն որ մտել եմ դեղ բունկերը, արդեն Միխայել Արզումանյանն էր գերարիցինանտը։ Ես մտել եմ, ասել եմ բանը զինվորականները ով պաշտպանում ան դեղ, կուպներին, եւ բանը պաշտպաններին։ Ասում եմ հանգած, ով ուզում ա գա, ոչ մեկը չմտնի, ՊԲ-ի նախ հրամանատարի մոտ, չի խանգարի, որ իմանամ կձերբակալեմ, ցեզեր իրանց հետ։ Մենք միանգամից այդ հարցը փակեցինք, որ իմացել ենք sense բաներ կա, միանգամից։ Հեքիաթներ շատ է, այդ ազգը սիրում է հեքիաթներով ապրել։ Շատ լավ։ Ախր մանավանդ եթե չեր մոտերել են ասում Արգենտինա, Արգենտինա որ դից են լսել։ Դե շուտով իմ եթերներում կիմանաք որտեղից են լսել։ Եկեք հիմա չբացեմ փակագծերը, բայց այդ մասին դուք անպայման կիմանաք եւ մեր ժողովուրդն էլ կիմանա։ Հիմա հաջորդ թեզը որ գալիս է, Շուշին հանձնեցին, բանցիկով տվեցին, Շուշիում մի հատ լուսամոտ չթափվեց, հա, պատերազմի հետևանքով։ Իրականությունը ինչ է եղել։ Մենք եթե հարցը դրվում է հանձնել են, հատուկ չեն հանձնել հատուկ, միջև այսօր միանշանակ չեմ կարող ասեմ հա կամ չէ։ Բայց որ ուժեղ մարտական գործողություններ ա եղել, համ դրանք կորուսեն ունեցել, համ մենք, այդ միանշանակ տենց է։ Այն մարտիկ, որ պատասխան են եղել Շուշվի պաշտպանելու համար, իրանց գործերը չեն արել։ Ու առաջի հետո Սեյրան Օհանյան։ Նախկին պաշտպանության նախարար։ Անօրինական, բնավոր, Արայիկ Արությունյան իրան նշանակում է մեր մեջքի հետևից Արայիկը իրան նշանակում է պատասխանատու ամսը 4-ին Իրիգունը ես հասկանում եմ ինչ որ են չկատարվում ամսը 4-ին Իրիգունը ես գալիս եմ մտնում եմ Շուշի իմ ազնագազմով չնայած ես որպես խորհրդական իրավունք չունեմ մասնակցեմ sense գործերի մեջ նու մարտական ես իմ տեղերքին ջոկատին վերցնում եմ գնում եմ ես անուն ազգանվել եմ ասում, հետո չասեմ Պողոսյան սուտ ասում կամ անուն ազգանել չասում, ինչ որ ես խոսում եմ անուններով ազգաներով, թող գնան փորձեն ստուգեն, այդ մարդ կարան գա բողոքի, ասես այն բան չի եղել։ Ուրեմն ես իմ ազնագազմն եմ, իմ հետ եղել է Ջալալ Արությունյանի աղբերն է, Արտյոմ Արությունյանն է, այն ժամանակ ոստիկանների շտաբի պետ Ղարաբաղին։ Ես ասում եմ գնանք, նայենք ինչ է կատարում դեր։ Իրոք գալիս են նայում եմ ասֆալտի շամպունյով լողացել են, բար չկա։ Ու ոչ մի բան պատրաստ չի։ Այդ ամսը 4-ն է։ Մենք արդեն մոտավորապես ինֆորմացիա ունենք, որ կողմից հիմա հակառակորդը գալիս է։ Ու քանակը մեծ է։ Իմ ջոկատի շատ փոքր է եղել մոտավորապես 54 հոգի մարդ։ Չնայած շատ ուժեղ, բայց մի քանի հոգի մարդի դեմ դա շատ նո համարել շանսել չկա որ երկար դիմադրես։ Ես հարցնում եմ պատասխանատուն ուրա։ Սեյրան Օհանյանի Արայիկացան բնավոր նշանակեց անօրինական ամսի 3-ին անուն ազգանել եմ ասում այն մեկին էլ Ջալալ Արությունյանի աղբերի անունը է տալիս դրանցից մեկը փորձի ասես sense բան չկա մեր սպայներ սպայական կազմը ով եղել է իմ հետ միանգամից կգան կասեն եղել է շուշի միլպետը մտնում եք իրանց մոտ ասում եմ ինչ եք անում բան չկա ես պատրաստ եմ Շուշի պաշտպանել բայց իմ քանակը բավարար չէ իմ ջոկատի քանակը բավարար չէ չնայած մենք լավ զինված ենք ինձ
մինիմալ պետք է մոտորապես 100 հոգի մարդ։ Ինձ պետք չի էքստոր կլասի մասնագետներ։ Այսքան որ չվախենան, կարան զենք պահեն, այսքան ինձ բավարար է։ Ես կկազմակերպեմ, ուզում եմ մի հատ բան ասեմ, այդ բառը մի քիչ կոպիտ է։ Թուրքերին կողել են բանի մեջ, 5-րդ տոճկի մեջ, կետի մեջ են կողելու իրանց։ Կկազմակերպեն։ Ասում եմ պայմանավորն ենք։ Ես ժամը 11-ին հիմա իջնում եմ ջոկատին պատրաստում իմ, ասում եմ մի քանի ժամից հետո բարձանում եմ վերև, հետարուկի զինված կաղնացեն, տալիս եք 2 անգամ ավել զինամթերք կամ պետք օրենքով պիտի 10 cents, 2 անգամ ավել եք տալիս։ Ես իջնում եմ, տեղին զգուշացնում եմ, մեծ կալոնով չգնաք, մեծ շահառությունով չգնաք, որ հակառակորդը չտենա, չի ոչ չտացնի, ասում եմ մաս եք բացանում ենք վերև։ Իմ հրամանը սպասեք, ես ռացայով կկապնվեմ։ Գալիս եմ բարձանում եմ դեր, ժամը 11-ն 12-ն ասես մոտորապես։ Այդ միլպետը չկա։ Ոստիկաններին ասում ձեր միլպետը ուր է։ Նախագահի մոտ։ Ասում զանգեք ասեք Պողոսյանն է եկել։ Այսած, զանգում են ասում են պարոն գնդապետ, փող գնդապետ չեմ իշ։ Գլխավորտապետի խորհրդականից տեղա ձեզ ասպացում։ Հա, ասում գիտեմ, հա, այսած գալիս եմ։ Ասում եմ ժամուկես, չկա։ Ստեփանակերտից միջև Շուշի մաքսիմում 15 րոպե ճանապարհ է։ 20։ Արդեն ժողանանում եմ, ասում եմ զանգեք։ Զանգում են, հա, նախագահից դուրս եմ եկել, 20 րոպեից ընդեղ եմ։ Էլի ժամուկես։ Իմ վարորդը ասում է, հրամանատար, մի հատ բան չան, չջիղայնանաս, ասում ինչ ես ուզում ասես։ Ասում է ոչ մի ջոկա չեն բերելու քո համար, չես տենում ինչա կատարվում։ Ասում տենում եմ։ Արդեն ժամը 3-ն է, արդեն ամսի 5-ին։ Ես ասում եմ դե ուրեմն տղերք, եթե մեր վերջի օրն է այսօր, պիտի միջև ինչքան կարան կորուսներ տանք իրանց համար, մեծ կորուսին հասնենք իրանց, պայենք միջև մերոնք ուշքի չգան, չբացանա մեզ օգնություն չուղարկեն։ Ստիպած 50 հոգով պիտի մտնենք պատերազմի մեջ։ Դեք ասում են համաձայն ենք, իջնում են, միջև ջոկատը պատրաստում ասա, մենք որ բարձանանք վերև, արդեն 4 անց, գալիս ենք, նայում ենք, մեր մոտ մտնում է Սեյրան Օղանյանին տիկնապա, վիրավոր ոտին։ Ասում ենք Սերգեյ ինչ ա եղել։ Ասում է նոր գալիս ենք Հորիսից։ Ասում որտեղից եք գալիս։ Ասում է Հորիսից։ Բա Հորիսը ինչ է կորցրել։ Բաստեղով պիտի պաշտպանի այդ բանը, պատրաստի։ Այսինքն ամսի 3-ից հետո, միջև ամսի 5-ին դեռ չեն եղել։ Ոչ մի ես ասում եմ, մտնում ես քաղաքի մեջ, բան չկա պատրաստած։ Ոչ պատողանություններում, պատողանների մեջ բան չպատրաստած, պաշտպանական գիծերի կետակեր չեք սարքել։ Ոչ մի բան, ոչ դիրք են սարքել, ոչ մի բան սարքած չի։ Քաղաքը պատրաստ չի որ ինքը իրան պաշտպան։ Դրանք սաղ զորքը գտնվում են։ Մի մաս Սեյրան Օղանյանը դեռ չկա, գնացել է Հորիս, մտել են Շուշին չի ասած, թուրքերը կազմակերպել են մի հատ օպերացիա, իրանց տիկնապայներին հրամանատարին սպանում են, այն տղուն վիրավորում են, Սեյրան Օղանյան դեից զորով դուրս է գալի։ Արդեն ուշ է, միջև մենք ուզում ենք բարձրանանք, դեից զեկույց ենք ստանում, որ հակառակորդ ատեն քաղաքի մեջ։ Եթե արդեն հակառակորդը քաղաքի մեջ արդեն մտնում է, այսինքն հենց ոչ թե կենտրոն է հասել, բայց արդեն շրջաներում է։ Այդ արդեն չես կարա սենց մի անգամից մտնես, որովհետև արդեն պիտի ուրիշ պլանավորվես, ուրիշ բաներ պլանավորես։ Կարանք մենք Շուշին պաշտպանենք։ Այո, 1,000,000% այո։ Ինչու են մարդիկով
պատասխանատու եղել եմ, ասում եմ ես տոշակարու մարդ եմ, ես պատասխանատու չեմ։ Բա ինչու ես համաձայնվել, որ քեզ նշանակել են պատասխանատու։ Այն ժամանակ ասեի ես պատասխանատու չեմ, ես տոշակարու մարդ եմ, իմ ասում չէ, ես որպես խորհրդական եմ եղել։ Հասկացա։ Այդ դու կարաս ուրիշ տեղ հեքիաթներ պատմես, բայց ինձ հեքիաթներ չես կարա պատմես, դի ախպեր ջան, դա շատ լուրջ բան է, այդ հեքիաթներով մի կերակրես։ Դա չի ստացվող բան է։ Կարայի մեկ պաշտպանել, կարան։ Ինչ որ ասում են առանց մարտական գործողությունները մենք հանձնել են, չեն հանձնել սենց-նենց։ Չէ, ուժեղ մարտական գործեր ա եղել դե, շատ ուժեղ։ Դրանք են զոհտվել, մերոնք են զոհտվել, հետո ամսելիցնել ենք մտել, մերոնք փորձել են։ Սենց չի որ դա ասում են բան չի եղել, ուրիշ բան է, որ այն մարդիկ որ պատասխան են եղել, լավ չեն կազմակերպել։ Ուղղակի ժամանակը կգա ես այդ մարդկանցից կհարցնեմ։ Ինչու, ուր ա եղել այդ 100 հոգի մարդ, ինչու չես բերել, ուր ես փախել։ Այդ հարցերը էլ հետագայում Ես հիշում եմ, որ Վանեցյանն էլ կար Շուշիի կողմերը։ Ինչ էր անում այնտեղ։ Դա եղել է միջև այդ օպերացիան, դա մոտորապես ամսի մեկին երկուսին ա եղել։ Դրանք որ եղել են դեղ պաշտպանության բանակի հրամանատար ինձ ասում է գնա իրանց դիմավորի սովորացրու դե դրանք ացեի բանեն սպայներ են բան չեն հասկանում պատերազմից թեկուս գնա բան արա չգիտեմ երևում չի երևում Մի քիչ աճ ասած դակա Ահա, երևաց այո ես Արտուր Վանեցյան այո այդ որ չի ասեն հեքիաթներից պատում էր ժողովրդի մասից բաներ ես իմ ջոկատով գալիս եմ սովորացնում ենք ոնց պիտի դիրքավորվեն ինչ պիտի արվի սովորացնում ենք պուլեմետով ոնց պիտի աշխատի քանի հոգի մարդ պիտի լինի ոնց պիտի եթե վիրավորում են ինչ եք անում ոնց եք անում ոնց եք դիրքավորում են առաջերտում կարը ինչ անում գրանտամյոտը ինչ անում այդ սա բաները բացատրում ենք սովորացնում ենք ոնց պիտի ճիշտ պարկեն դու հասկանում եք ացեի բաներեն կնն ինչ բան բայց դուխով տեղեր կեն եղել իմ գործը չի եղել ես իրանց հետ գնամ մասնակցեմ պաշտպանության բանակի հրամանատար ասեց գնա մի քիչ օգնի սովորացրու ինչ որ կաստնես դրանից հետո դրանք գնացել եմ ոնց որ կարիտակ ու ինչ ա եղել ոնց ա եղել դրանից հետո ես չգիտեմ որովհետև իմ բանի մեջ չի մտել այդ ուղղակի պաշտպանության բանակի հրամանատարն ա խնդրել որ ես գնամ իրանց օգնություն ցույց տամ կարող է հենց ա եղել որ Քարինտակ գնացել են Քարինտակ մեկ էլ միամիտ հայտնվել են Գորիսում չէ Վանեցյանը կապ չունի չէ կարող չգիտեմ որտեվ հետաքրքիր է իրանց ջոկատից մի հատ վիրավոր կա մի հատ զոհ կա զոհել կա վիրավորել կա այո չէ դրանք մասնակցել են կռվել են լսեք սենց ասեմ Արտուր Վանեցյանի մասին իրան հրավերեք հարցերը տվեք իրան չէ դե իր մասին չի դե ընդհանուր պատերազմի մասին է իրանք մասնակից են ուրեմն պատերազմի մասին է կռվել եթե կռվել են իմանան կռվել են մարդիկ եթե գնացել են նկարվելու իմանան գնացել են նկարվելու կռվել են թե նկարվել են չէ կռվել զոհել են տվել վիրավորել են ունեցել մեկին Արտուր Վանեցյանն ա հանել վիրավորին եղել է մնացի ես չգիտեմ աջող ա եղել ոչ աջող ա եղել այդ արդեն ես չեմ ուզում այդ թեմայով խոսամ լավ հիմա եւս կա մի սա թեժ չի սա չէ բան չի ստեցի տպավորությունը որ ես ինչ որ մեկից վախում եմ Պողոսյանը երբեք ոչ մեկից երբեք չի վախեցել ու չի վախենում պրոստը ուղղակի այդ թեման մեր կետևից կամ ինչ որ բաները ինչ որ եղել է չեղել ես չեմ մասնակցել ես կարծում եմ որ իրանք հրավերեք ինքը մեծ հաջողով կարող է համաձայնվի ու կպատմի ինչ ա եղել ոնց ա եղել
Լավ։ Հիմա կա մի հատ սա թեст չի, սա նորություն, sense նորություն ասեմ, կամ ինֆորմացիա, ավելի ճիշտ, հա, ինֆորմացիա, որի ժամանակ ասում է, որ Սամվել Բաբայանը կազմակերպել է հակահարված, հարձակվողական եւ ձախողվել է։ Ինչ է իրականում տեղի ունեցել, ինչու է Սամվել Բաբայանի պլանը ձախողվել։ Եվ արդյոք պլանն էր վատը, թե կատարողներն էին վատը, հա, մի հատ sense հասկանանք։ Ну, sense ասեմ, հա, այո, Սամվել Բաբայանն առաջարկել, բայց գլխավոր շտաբը նախորդ միջև Սամվել Բաբայանը առաջարկեց այդ պլանը։ Գլխավոր շտաբը էլ է մտածել, բայց այդ մասին, բայց բան ա եղել, կարան չկարան անեն այդ օպերացիան։ Հետո որ Սամվել Բաբայանն առաջարկում է, գլխավոր շտաբը ասում է մենք էլ ենք կուսումնասիրենք, հեսա կճշտենք։ Համատեղ պլանավորվենք։ Համատեղ հետո պլանավորել, համաձայնեցվել են, ու սկսել են։ Թուրքը չի սպասել այդ ուտան վրա մերոնք արձակվեն։ Ու շատ աջող ա եղել, շատ։ Թուրքերը չեն սպասել, որ sense բան կլինի։ Հետո խոսքի օրինակ ձախ կողմը բրիգադան դիտի փակվի, արդեն մտնի առաջին բրիգադան ոնց որտեղ հրամանատար եղել է Սերյան Օհանյանի որդի։ Նորից Սերյան Օհանյան, լավ։ Դե հիմա ինչ անեմ, բայց հաղթան։ Ինքի բրիգադայի հրամանատարն է։ Հետո պարզվում է ոտի վիրավոր հանձնում է իրան բանը շտաբ պետին ու բրիգադան հրաժարում է ու առաջ չգնում։ Ու ունդեղ պրովալա գնաց, այսինքն ու չի ստացվել։ Այդ բրիգադայի պատճառով։ Ես ճիշտ հասկացա, ոտից վիրավորվել է, թողը հետա գնացե, լավ, գցենք ոտից վիրավորվել է։ Կամ Ջայնդամ դարասի է գնացել։ Ինչքան ես գիտեմ, հիմա ոնց որ քննում են այդ հարցը, ոնց որ չգիտեմ, հաստատ չեմ կարող ասեմ, թե ոնց որ թե քրական գործ է բացվեց, հիմա չեմ կարող ասեմ հաստատ, բայց ոտի վիրավորը դա բան չի որ դու կարաս հեկավար, չես կարող հեկավարես։ Ոտը չեն կտրել, հանել են, շպրտել են, կամ ձեր չես կոտրել, գլուխ չեն փոկվել, կամ լյարդ են վնասվել, կամ սիրտն են խփել։ Ոտը հետո ինչ։ Գեներալ Գասպարյանը, որ առաջի պատերազմի ժամանակ գնացել է մտել է թիկունքին հակառակորդին, ընկել է մինայի տակ, ոտը դրեց մինային։ Փայտեց, ոտի կորցրեց հենց դեղ։ Դες նստում է գետնի, ասում է, տղերք ստոպ։ Չմոտենաք, ես ինքս կդուրս գամ։ Իրա որ տանում են առանց ոտը արդեն։ Ոտը չկա։ Ու ինքը եկավարում է։ Բա ոտի մի հատ բանա մտել է, ինչ հետո ինչ, ուշ կգնացել է, ինչ ա եղել։ Հա ոտը էլի, հա, լավ։ Սավազրկում ես, բանես անում, այրն կանասում ես, ռացան վերցնում ես, ասում ես առաջ։ Լավ, եթե չես կարող հեկավարես, բիդի քո տեղակալներին ասես առաջ, հրամայում են, առաջ, առանց հրաժարում են։ Այլ պարզ չի, ես չեմ կարամ վստահաբար ասեմ, վիրավորել են, ոնց է ստացվել։ Ուզում եք ասեք, թե ինքը իրան է խփել։ Սենց բաների մասին էլ են խոսում։ Բայց հրամանը այս բրիգադան հրամանը չի կատարել, որտեղ եղել է ինքը բրիգադայի հրամանատար։ Դա պաստա։ Միանշանակ պաստա, իրաց պատճառով։ Եթե դրանք այն հրամանը կատարին, ինչ որ հրամանը պիտի կատարին այդ հրամանը, կարող է եւ մի բան փոխվի պատերազմի ժամանակ։ Որտեղ չես պատկերացնում։ Եկե տարածք է բացվել։ Դաժե տեղերք իրան տեղերքը որ 4 սոկով միամիտ մտնում են մի 10 կիլոմետր առաջ նայում են թուրք չկա։ Եթե ամբողջ բրիգադան կմտնի, շատ մեծ օպերատիվ տարածք է բացում։ Մեծ։ Այդ բրիգադան առաջ չի գնացել։ Դա որ ուղղությունն է եղել, եթե հնարավոր է։ Լելետապանա։ Հադրութի ուղղությամբ։ Հադրութի ուղղությամբ։ Պարոն Պողոսյան, եթե դուք ավելացնելու բան ունեք հենց Արցախի թեմայից, ավելացնեք, եթե չի անցնենք ներքաղաքական հարցերին։
նո ինչ ասեմ, ես Արցախի այդ թեմայի ավելացնելու բան չունեմ, եթե դուք հարցեր ունեք, դուք կարաք տակ, ես կարամ բացվեմ։ Եթե իհարկե եթե պետական գաղտնիք չէ։ Դե Արցախի Բայց, հարցերից ինձ մնաց դե պատերազմը արդեն ինձ համար բարձ եղավ ինչ է ոնց է եղել, ինձ մնաց հասկանալ ինչու Ռուսաստանը վերցրեց Արցախի անվտանգությունը իր վրա եւ վերջում որ ասում մատուցեց Ադրբեջանին, հա։ Ինչու դավաճանեց հենց Արցախի ժողովրդին։ Եկեք այստեղից սկսենք։ մեծ պետություններ չեն դավաճանում։ Դրանք ամեն ինչ անում են իրանց շահերի համար։ Ես այդ լեքսիկա չունեմ դավաճանությունը։ Ուկրաինացիք միջև հիմա ուշքեն չեն եկել։ Մեր հայերը էլ միջև հիմա ուշքի չեն եկել։ Ոչ միտեղ, ոչ Թուրքում, ոչ Հայաստանում։ Սա մտածում են, որ իրոք պատերազմ եղել է Ղարաբաղի համար։ Այս պատերազմը եղել է կապված Ուկրաինայի պատերազմի հետ։ Ես այդ բացատրեմ ինչու։ Ռուսները որ պլանավորել են օպերացիան Ուկրաինայի դեմ, առաջին իրան ֆազան սկսեց 14 թվին, որ մտել են Կրիմ են մտել, Լուգանսկ են, Դոնեցկ են մտել, այդ 14 թվին է։ Երկրորդ մասը նախատեսված է եղել 2022 թվին։ Ու ոնց է ստացվել։ Ոնց են պլանավորել, ոնց են հաշվարկել, որովհետեւ մեծ պետությունը ինստիտուտները աշխատում, հատուկ ծառայություններն աշխատում, անվտանգության խորհուրդն աշխատում նախագահի մոտ, դրանք պլանավորում են։ Լավ, մենք հարձակում ենք լայնամասշտաբ պատերազմ ենք հայտարարում Ուկրաինայում, Ուկրաինայի դեմ։ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները ինչ են անում։ Պարզավոր SWIFT անջատում են, պարզավոր ճանապարհները փակում են, Ռուսիայի հետ ոչ մեկի չի աշխատում, իգնում են լուրջ խնդիրների մեջ, ճանապարհները են փակում, լոգիստիկան չի աշխատում։ Ահա, դրանք էլ հաշվարկում են, լոգիստիկան փակվում է։ Ինչ է մնում մեր համար։ Միջանասիան Կազախստանի միջոցով մնում է Պարսկաստան էլ սանկցիայի մեջ, Եվրոպայի ճանապարհը փակա, մնում է Չինաստան, ստիպված մտնել են չինացու տակ, դրանք էլ օգտվել են, մեզ էլ ուտել են հետագայում։ Ինչ մի դանենք։ Սյունիքը, որ Սյունիքի միջոցով մտենք Թուրքիան, քանի որ Թուրքիան սանկցիաները չի ընդունում ռուսների դեմ։ Ամեն ինչ էլ ընդունում է, ամեն ինչ էլ ծախում է իրանց ու գնում է։ Ահա, բայց այդ Սյունիքը ոնց բացենք։ Հայեր չեն համաձայնվում։ Ու ճիշտ են ասում, որ չենք համաձայնվում, ճիշտ ենք անում, որ չենք համաձայնվում, ու մենք իրավունք չունենք այդ ճանապարհը բացենք։ Բայց ռուսը մտածում է, բայց ես չեմ կարող հայերի վրա արձակվեմ, դա вообще չի ստացվում բանը։ Թուրքիան էլ չի կարող։ Ինքը ՆԱՏՕ-ի անդամն է, Եվրոպայի հետ Միացյալ Նահանգների հետ խնդիր կունենա։ Թուրքիան sense ուղիղ չի կարող արձակվել։ Ադրբեջանը կարող, քանի որ ոչ մեկը չի ճանաչել Ղարաբաղի իրան կազմի մեջ, թեկուզ նույն Հայաստան, Ռուսաստան, ՀԱՊԿ, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ, ոչ մեկը, եւ Եվրամիությունը։ Այսինքն Ադրբեջան իրանց պատկերացումով ունեն լեգիտիմ պատճառներ, որ պատերազմը սկսեն։ Բայց ոնց անեմ պայմանավորվում։ Մենակ ես չեմ կարող ադրբեջանցիներին օգնեմ։ Ոնց են ներքաշում այդ խաղի մեջ թուրքերին։ Շատ սիրուն։ 14 թվին մտնում են Սիրիա։ 14-15 թիվ։ Մտնում են Սիրիա։ Սկսում են թուրքերին սադրել։ Ինքնատիրը գալիս է մոտենում է սահման, ռազմական ինքնատիրը նորից գնում է հետ։ Գալիս մտնում է անցնում է սահման, նորից գնում է հետ։ Հատուկ են անում։ Ինչու՞։ Ստիպում են, ամեն ինչ անում են թուրքը իրանց ինքնատիրը խփեն։ Թուրքը վերջապես ինքնատիրը խփում է։ Ռուսաստանը մի հատ հալմահալ թուրքերի դեմ։ Տուրիստները չեն գնում։
բանջարեղեն, սնամտերք, ոչ մի բան չեն աշխատում։ Շնարներ, որ գալիս են, բաներ են սարքում Ռուսաստանում, Թուրքիան տնտեսական բանով սկսում է տուժվել։ Գազ, նավթ, էսյան, ոչ մի Թուրքիայի հետ պրոբլեմ աստեղծում։ Էրդողանը գալիս տուրնում է Պուտինի մոտ, ներողություն է խնդրում, հետո կամաց մորում է դիլ բավարար չի։ Հետո դեսպանին են սպանում Ռուսաստանին, Անկարայում։ Հետո մի հատ էլ ուղղատեր են խփում։ Ուղղատերի մեջ սա զոհում են։ Էրդողանը էլ գալիս է, ներողություն էսյան էյան, ոչ մի սենց հինգիրություն են անում։ Հիմա Էրդողանը Ջուլանի մոտ է, այդ ԽՏՇ Ալ-Նուսրային ժամանակ, Ալ-Նուսրան է եղել, Ջեփհատ Ալ-Նուսրան։ Ռուսել Ասադի մոտ է։ Հիմա այդ էլ թեմա է։ Հետո ռուսները մտնում են Լիվիա։ Հետո մտնում են Կենտրոնական Աֆրիկա։ Այնտեղ որտեղ թուրքեր կանգնած են։ Ստիպում են Էրդողանին, որ նստեն սկսեն խոսալ իրար հետ։ Այդ մոմենտը հիշում եք համատեղ պատրուլ են արել։ Հիշում եք Սիրիայում Ռուսաստանի զորքը եւ Թուրքիայի զորքում ավտոներով իբրև պատրուլ են անում։ Այն ժամանակ ես մեր արտաքին գործերի նախարարությունը ասեցի. նայեք, եթե ռուսը Թուրքիայի հետ սկսել է հինգիրություն անել, մեր համար հետևանքներ ալնելու։ Մի բան մտածեք արեք։ Ասել են դե լավ էլ է դե, հա, էշականջի քնած են միշտ եղել։ Այնտեղ սկսում է գլխավոր խաղը։ Ռուս ասում է լսի։ Քեզ դի պետք է, չէ, դու Ստյունիկով Նախճիվանի միջոցով մտնես Բաքու։ Բաքվից մտնես Միջինասյան։ Պետք է։ Էրդողան ասում է, հա, իհարկե, իմ երազանքն է դա։ Ռուս ասում է, ինձ էլ է պետք։ Էրդողան ասում է, բա ո՞նց անենք։ Ոչ դու կարաս հայերի վրա հարձակվես, ոչ ես։ Ասում են, հա։ Էլհամ Ալիևը կա։ Ու 15 թվից ավելի ուժեղ սկսում են զենք զինամթերք ցախել իրենց համար ու ավելի քիչ մեր համար։ Բացի դրանից 16 թվում էլ պատերազմը սկսում ապրիլին ամսի 2-ին 4 օրյա պատերազմի։ Սերժ Սարգսյանի ժամանակ որ ասում է դուք իրենց զենք եք ցախում, իրենց փոխվարչապետը Ռագոզին ասում է ցախել ենք, ցախում ենք եւ ցախելու ենք։ Эти бизнес ազնական բան չկա։ Это просто бизнес, այդպես բան է։ Ասում է բիզնես, ահա։ Այն վաղվան սպարզա եղել։ Ինչ որ բան պատրաստվում է։ Ինչ որ բան։ Ու այդ նշաններ, որ շուտով պատրաստում ալնելու 16 թվից հետո ես ամնոր գոռում եմ պատրաստ, եկեք պատրաստեք։ Ասում եմ լավ։ Ռոբիկ Կոչարյանը ժամանակա ձգել բանակցներ ատարել։ Լավ եք անում։ Եթե մտածում եք թուրքը այսքան չհասկանում որ դուք ժամանակ եք ձգում, շատ ասում եմ սխալվում եք։ Սերժիկ ժամանակա ձգել։ Ասում ժամանակ ձգելու բանակցների մեջ լավ բան է։ Բայց եթե դու ռազմա քաղաքական նպատակը չունես, ինչու համար ես ձգում։ Խոսքի առնեք Ալիևը հասկանում է։ Ինքը իրան էշի տեղադրել իբրև վախում է։ Բայց ասում է հայեր դուք թալան եք երկիրը։ Դուք ժամանակ եք ձգում, ես այդ խաղը ընդունում եմ։ Բայց ինքը տենում է մենք չենք պատրաստում պատերազմին։ Ինքը ավելի ինտենսիվ պատրաստում է։ Երկու անգամ ավելի շատ է սկսել պատրաստել պատերազմին։ Ես ասում ձգում ես, եթե ձգում ես օգտագործ այդ ժամը։ Այդ ժամանակը օգտագործի, որ ձգում ես, բայց դու օգտագործում ես ինչ համար, եթե բան չես անում, ու դու ես տենում եմ մեր բանակի իրավիճակը բան չկա։ Հակառակորդը 24 ժամ 7 օրվա մեջ 365 օր պարապում է։ Գիշեր, իրիգուն, ամառ, գարուն, աշուն, եղանակին չի նայում։ Գիշերային կրակոցներ, զենք զինամթերք առնում, գործարաններ առնում, սարքում, օրից օր մենք այդ տենում ենք աչքի առաջ։ Մեր աչքի առաջ, ինչքան պիտի մենք էշին ենք, որ տենում ես հակառակորդ ուժանը դու էլ բան ես անում, կով ես խմում։ Սերժ Սարգսյանը ասում է Հայաստանը, Երևանը, հայերի համար այդ օֆիսը։ Արա օֆիսը, գնաս այդ օֆիսում կսատկես։ Հայաստանը Երևանից օֆիս դարավ։ Հիմա բայց դա Հայաստանն է։ վատ քաղաքական գործիչի աշխատանքա թե դա դավաճանություն է։
Նայեք, հիմա ես ավարտեմ ինչու համար այդ պատերազմը ոնց ռուսը։ Ահա։ Ռուսը նպատակ եղել է մեզ չնշել, թուլացնել, որ Սյունիքը ճանապարհը բացեն։ Այդ որ ես ցես պատմեցի, որ ադրբեջանցիք փորձել են օկտեմբերում մտնել Սյունիք, Մեղրի միջոցով, Միջջիվանում։ Այս նպատակի մեկը այդ է եղել, գլխավոր նպատակը այդ է եղել։ Ճանապարհը բացեն, հետո ադրբեջանցիք գալիս վերցնում են, հետո ռուս հավապան զորքերը գալիս մեզ նորից փրկում են, ոնց որ Ղարաբաղում իբրև։ Ադրբեջանցիք դուս են գալի, գնում են, բայց Միջանցքը մնում է իրանց երկի տակ։ Այդ նպատակը ա եղել։ Մենք գլխավոր շտաբում միջև պատերազմը սցենարիան տեսել ենք արդեն։ Պատերազմի ժամանակ էլ, պատերազմից հետո էլ։ Ու ես անձամբ գլխավոր շտաբի անձամբ ռուսներին ճակապ sense նայելով, աչքերի նայելով, ամեն ինչ աչքերին ասել ենք։ Ինչ եք անում։ Դրանք չէ, հայ, հույ, ուրեմն 7-10 արդեն մեծ զեկուցում են, որ սկսել են։ Միջև վերջը վարկյանը ռուսներ մեզ բացատրում են, համոզում են, վստահացնում են, որ ոչ մի պատերազմը չի սկսելու։ Մի հավատեք, մեծ կողքը կանացեք, բայց վաղուց մենք գլխավոր շտաբում իրանց չենք լսել ու չենք հավատել։ Վաղուց, այսինքն ես այդ աղբիջներին ազնագիրներ եմ ցույց տալի իրանց, ռուսներին, նույն դեսպանին, ռազմական կցորդիներ։ Ասում նայեք, արաբներին, աղբիջներին հրամանատարներ են, ազնագիրներ իմ մոտ կա արդեն, նու կոպյաներ։ Ասում մենք սենսլիարներ չունենք, իսկ որտեղ վիրբովկա են արել իրանց, ասեմ, Սիրիայում, Լատակիայում, իսկ Լատակիայում ովքեր են կաղնած եղել, ռուսական ռազմական բազա։ Այսինքն ասում եմ, ձեր կտի տակ, դեղ հակահետախուզություն աշխատում է, ձեր հետախուզները աշխատում են, ձեր կտի տակ, բազայի մոտ, ոչ է թակուն տեղում է, հրապարակում։ Մի քանի հազար հոգի մարտակառնած ասում են գնում ենք Ադրբեջան հայերի դեմ։ Ու դուք դեսքան չեք տենում, այսինքն եթե Պողոսյանի մոտ այդ ազնագիրներ կան, ուրեմն նշանակում է ես ձեզնից ավելի ուժեղ եմ, ձեր հատուկ ծառայություններից կամ դուք։ Մենք իրենց չենք հավատել, որ ժողովուրդը չի մտած, հա ռուս ասել է ինչու եք հավատել, չենք հավատել։ Մայիսից որ մենք տվյալներ ենք ստացել, որ արդեն շո մենք տենում ենք ԱԱԲ-ներ մտնում են Ադրբեջանը, բացի դրանից 19 թվում Թուրքիայի հատուկ ջոկատների հրամանատարներ եկել են ռազմական համասարան Կազախստան։ Ռուսերեն են սովորել եւ գիրքեր են կարդում նախկին սովետական բանակը ոնց է աշխատում ամսը 19 թիվ սանտիմում արդեն Կազախստանից դուրս են գալիս մտնում են Նախճիվան ամսը 2-ին։ Մենք սա sense հետևում ենք նայում ենք։ Ամսը 2-ին գալիս են մտնում են Նախճիվան, ամսը 5-ին սկսում են զորավարություններ Նախճիվանում։ Բայց մերոնք որ գնացել են Մոսկվա ամսը 3-ին, դες մի հատ բան ասել, որ այդ գիչինա մեծ ռուսամետներ թող լսեն։ Ռուսաստանը գլխավոր շտաբը պետք է մեզ ասեց, մեր վրա հույս չդնեք։ Ասում եմ, չէ՞ ով ասել։ Դու փորձել գլխավոր շտաբը պետք է կամ մի հատ էշ ասես այս բան չի եղել։ Չեն կարող ասեն այս բանը։ Ուստի Նիկոլ Պաչարը չի։ Ես ես ասում եմ, Ռուսաստանի գլխավոր շտաբը ասեց մեր վրա հույս չդնեք։ Շատ լավ։ Իհարկե շնորհակալություն մանրամասները պատմելու համար, շնորհակալություն։ Այդ ասում եք ինչ համար պատրաստ եղեք, ինչ ռուսը դավա, ռուսը չի դավա, ինքը իրան խաղն է խաղում։ Հա դե բարձր, բայց քանի որ մեր հետ ուներ դաշնակցական պայմանագիր եւ մեր տարածքների վրա հարձակումը որ չի կատարել, աշխարհում պայմանագիր երեխեքի համար լուրջ պետություններ վաղուց պայմանագիրին չեն նայում, ոչ մեկը։ Ով է նայում Յուգոսլավիայի պայմանագիրի հետ, ով է նայում Ուկրաինայի պայմանագիրի հետ, ով որ աշխարհում պայմանագիր է նայել
կամ Արգենտինան, Բրիտանիան։ Պայմանագիր եք նայել Ֆրանկլինսկի, Մալվինսկի այլանդը, որ սկսել եք պատերազմը։ Ինչ Մալվինաս։ չի աշխատում այդ բանը։ Մալվինան, հա, դե Մալվինսկի աստավայնացում, հա։ Ուրեմն ես միշտ բան եմ ասում։ Քանի որ ես նախագահ շրջակազմը անցել եմ, աշխատել եմ անվտանգության խորհրդում նախագահի մոտ, որպես հետախույզ ղեկավար եմ եղել, բազմաթիվ քանակով տարբեր պետություններում տարբեր օպերացիաներ են կարել մեր ճշնամիների դեմ։ Հետո ռազմական հետախուզություններ ծառայել եմ, հետո գլխավոր շտաբ։ Այս սաղ process-ները ես գիտեմ։ Ես միշտ մի բան եմ ասում։ Եթե մեր ինչ որ վատ բաներ է կատարվում, ոչ մեկին մի նայեք ու մատով մի ցույց տվեք։ Պրոբլեմները մեր մեջ են։ Ով ասել հանգիստ ձեր կայֆերի համար տեղում վերենք առավոտվան միջևիրի գունը խորոված լափեք, կաֆեներում վերենք, փողերը աշխատեք, բանակի մասին մոռացեք, տնտեսական բանակի հարցերը մի լուծեք, սոցիալական հարցերը մի լուծեք, տուն մի տվեք, աշխատավարձը թող մնա այսքան չի, հետո ոչ մի գործարան մի սարքեք, զինվորին դենք դինամոթեք, լավագույն մի արեք, հետո գնացեք զինվորից պահանջեք։ Մեկը մեր զինվորը ոչ մի բան չի նայել, մենք բանի չենք նայել, գնացեք հայրենիքի համար այրն եք թափել։ Բայց ազգը պիտի ուշքի գա։ Գիտի, գնացեք սովորեք, գնացեք համասարան ավարտեք, հասկացեք, այս ամբողջ պրոբլեմները ոչ թե 18 թվից է սկսել, 18 թիվ իրան պրոբլեմներ է, 19 իրան, 20 իրան միջև այսօր իրան պրոբլեմներ, բայց երկու տարվա մեջ 18 թվից միջև 20 դու չես կարա երկու տարվա մեջ այդ հարցերը լուծես, այն ինչ որ չի եղել 26 տարի։ Դա պարզ է իհարկե, այո։ Աստված տողիչնի, Հիսուսը տողիչնի, չի կարա։ Բայց մի հատ բան էլ կա, ինչ եղել է, օրինակ ստեն, տեսեք այսքան տարի անց է, միջև հիմա ոչ մեկ ռիսկ չի անի հելնի, ասի, որ Մալվինասը, չգիտեմ, Անգլիայինն է, Մեծ Բրիտանիային, կաղան։ Կմորտեն։ Կմցնեն մսի աղացը կաղան։ Եթե իհարկե չի գնաց այդ մարդը, չգիտեմ, այն օպերայի դալիճում ինչ-որ մի բան, չնայած այդ էլ ֆակտ չի, կարող անդեղել աղան, հա, բայց կաղան։ Դե միջև հիմա ավտոբուսները, բան, որ շրջում են շատ-շատերի վրա, կամ անգամ տաքսիստները շատ-շատերի մեքենաների վրա, ավտոբուսների վրա Մալվինասի քարտեզը դրված է եւ գրված է, որ Ես հələ երիտասարդ եմ եղել այդ պատերազմը, որ սկսեց ծեր մոտ, Մալվինա եւ Բրիտանիայի հետ, Ֆոլկլենդ եւ Մալվինա, հա, սենց են ասում։ Մալվինաս։ Եկեք հարգենք Արգենտինայի ժողովրդի զգացմունքները։ Բայց այս Ֆոլկլենդսկի ինչու համար են ասում, Էդի անգլիական անունն է, իմ իմանալով։ Հա, Մալվինասը արգենտինականն է։ Ահա, օքեյ։ Ուրեմն այն ժամանակ որ պատերազմը սկսեց, իմ սիրտը եղել է միշտ Արգենտինայի։ Չգիտեմ ինչու համար։ Միգուցե ֆուտբոլի հետ է կապված։ Բայց արա երիտասարդ եմ եղել, 80 թիվն է եղել, չէ՞, ոնց որ։ Ես ճիշտ ասած թիվը ճիշտ չեմ հիշում, որտեվ ես անգամ ծնված էլ չեմ եղել, որ այդ պատերազմը եղել է։ Հա։ Ես իմ սիրտը եղել է Արգենտինայի հետ ու մինչև այսօր էլ։ Բայց իհարկե ես պիտի լինի։ Հիմա որ ես չգիտեմ, այդ ժողովուրդը ասում է Ղարաբաղը բերի չի բանի չի, ես խոսք եմ տալիս։ Հետագայում ոնց որ ցեղասպանության համար նույնը այս բարի համար ով կասի աշխարհում եւ Ղարաբաղի մասին եւ ցեղասպանությունի մասին որ sense բան չի եղել, կամ մերի չի կապված չի։ Գերմանացի Գերմանիայում ասեց sense բան, հետո գալիս մտնում է Հայաստան, մի անգամից կողել են բան 3 տարի։ Դա ճիշտ։ Ուզում է գերմանական կանցլերը ուզում է թռնի, չգիտեմ ինչ անի։ Այդ պիտի քրեականացնենք։ Օրենքը պիտի մտցնես, եթե ասում ես ցեղասպանություն չի եղել, 3 տարի նստում ես։ Ասում ես Ղարաբաղը մերի չի, ուրեմն Ալգի Դավաճանից գնում ես 4 տարի։ Արցախը, եկեք մեր զգացմունքները, եկեք հայկական բնակավայրերի անունները հենց հայերեն անվանենք, որտեղ հայ ժողովրդի մեջ մի բան կա, չէ, որ թուրքը գալի մի հատ անուն է կպցնում, սկսում են այդ անունը օգտագործել։
մի վարքյան Ղարաբաղը նախ Թուրքիա երբեք չի մսել այդ անունը։ Դրանք ոչ այսքան խելքություն են գոնե մի հատ անունը կպցնեն։ Երկար տարիներ Ղարաբաղ էլ ենք ասել, Արցախ էլ ենք ասել։ Ուստեղ պետք չի վիրավորել, ասեմ ված գա Արցախը, հա, բայց եթե դաժե մարդ մեկ այդ բանը որ շատ վաղուց է ապրում, այն ժամանակ էլ Ղարաբաղը եղել, այլ Արցախ չի եղել, խոսքինակ ես երեխա եմ եղել, բայց միշտ ասել ենք Ղարաբաղ։ Այլ սովետական միությունում։ Երեխա ուղղակի իմ ծնողներ Ղարաբաղցի են Հադրութից։ Ու Հադրութը գիտես, դա ամնա դաշնակների շրջանն է եղել միշտ։ Բայց ինչի օրինակ ըստ հարց առաջանում էլի, երբ որ անկախություն էին հռչակում, ինչի վեկալան գրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչի Արցախի Հանրապետություն գրեք, ինչի Լեռնային Ղարաբաղի, ինչ որ մանյակավարի բաներ կա էլի մեր ազգի մեջ, որ ես չեմ ասում։ Կարևոր չի, կարևորը մենք գրել ենք։ Եկեք սկսենք։ Կարևորը որ կա սահմանադրություն, ոչ թե անկախության դեկլարացիայի մեջ դա նշած է։ Դա բավարար է։ Հիմա ուզում ես Արցախը գերի, ուզում ես, չգիտեմ, Սատուրն գերի։ Մենք հասկանում ենք ինչ մասին են գրում։ Ուրեմն դրա մասին էլ գրում ենք, ասում ենք։ Ու դա կա։ Ոտ։ Դրա համար պետք է sense ներվել Ղարաբաղ Արցախ, ինչու Արցախ չեն գրել։ Չեն գրել, բազատո ազատվել ենք, մտել ենք, ջարդփուշուր արել ենք։ Ես ասում մենք ավելի վատ բաներ ենք դες, ավելի դաժան մեր պատմության մեջ, ավելի դաժան բաներ են կատարվել։ 5000 տարից ավելի ապրում ենք։ Ավելի մեր ազգ դաժան բաները դες։ Մենք կանք շատ ազգերի չկա չերևում, ասես բիդնայես, մի ասես տելեսկոպը վերցնեն, ասես նայես ուր են չկան, կորել են։ Նույնը это ման կայսրությունը որպես Ռոմել չկա։ Իտալիան կա։ Հա, բայց մենք որպես Հայաստան դες ասեն, մենք էլ կայսրություն ենք։ Պրոստը մենք հələ չենք հասկանում որ մենք կայսրություն ենք։ Այդ որ մենք ասում ենք Սովետով Հայաստան, դա sense նես չի։ Ու sense չի լինելու որ ես ասում եմ հայ ազգը ինքը մի բան հասկանա։ Այս դարը անցել է արդեն որ սովորական մարդ, սովորական քաղաքացի, քաղաքական գործիչ այդ կուսակցությունները պիտի գան վերցնեն իշխանությունը ու դառնան ղեկավարներ։ Չէ։ Հայաստանը մի բան պիտի հասկանա։ Մեր ազգը ստեից միջև Արգենտինա, Արգենտինան միջև Աֆրիկա, Աֆրիկայից միջև Կալիֆոռնիա, Կալիֆոռնիայից Լիսաբոն։ Այ մենք պիտի Անտարկտիդան էլ, Արկտիկան էլ, դեր էլ ասում են սպիտակ հայերեն ապրում, արչեն։ Մի հատ թեմայից դուս բան ասեմ, էլի կներեք, էլի մի հատ թեմայից դուս բան ասեմ, որտեղ ես նայում էի ձեր ոդքասթը, ճիշտ ասած ազգանունը չեմ հիշում, ոնց էր այն Պլատոշկինը։ Աբրիկ, իր հետ։ Այն որ ասում էր, մեր պատերազմը մեր լինել չլինելու հարցի մասին չի, այլ ձեր պատերազմը ձեր լինել չլինելու հարցի մասին է։ Ես ուզում եմ ասեմ, պրոստը այդ պայից ես մտածեցի, էլի այդքան էլ է ձև չի, որտեվ իրանց մեջ այնքան երկրներ կան, չէ, որ ավտոնոմ ռեսպուբլիկաներ են, որոնք որ վաղը կարող է ոտի կանգնեն այս պատերազմի հետևանքով, որովհետեւ իրանք ատոմային բոմբ չէ շպրտելու։ Սպանին իրանց ատոմային բոմբով։ Սա օրը մենք ատոմային ենք, մենք ատոմային ենք, մենք ատոմային ենք։ Ես իրանային պատասխանեցի, հələ պաշտի կու ատոմային ռակետները կթռնեն, դա չէ։ Տեղ կհասնեն, դա այո, դա էլ կա։ Ոչ թե տեղ հասնի։ Տեղից կշարժվի, դա չէ։ Այսպես կառնադառնանք այդ հարցին։ Ինչ ուզում եմ, մենք միլիոն տարի էլ ապրենք, միլիոն տարի։ Միշտ գտնվել ենք պատերազմի մեջ։ Այդ պատերազմի իրավիճակն ալնելու միշտ այսօր վաղը կարող սկսի այդ ալնելու միշտ մեր մոտ։ Դրա համար ես ասում եմ միայն ուժայիններ Հայաստանում պիտի գան վերցնեն իշխանություն։ Ուժայինները նկատում եմ զինվորականներ, հատուկ ծառայություններ, ոստիկաններ, այսինքն մեծ հիմնական այդ ինտելեկտուալ զինվորական մասը, որ բարձր աստիճանի մակարդակ ունեն, ուժայիններ ես այդ բանով եմ ասում, որ ուժային կառույցներից պիտի գան իշխանության ղեկավար են։ Սովորական քաղաքական գործիչ, քաղաքացի, ոչ ռազմական կառուցություն ունի, ոչ մի բան, ինքը բան չի հասկանում։ Խոսք օրինակ նայեք, քանի որ մենք պատերազմի երկիրն ենք, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը չասի, թե պատերազմը չի լինելու։ Ուրեմն Բավարիայում
Բավարիայի թագավորը Լյուդովիկ ինքի Նիկոլն ա եղել։ Միշտ ասում է գերվեստությունը մեզ փրկելու է։ Վագների իր մոտիկ ընկերն ա եղել։ Ես Վագների շատ եմ սիրում։ Չնայած որ գիտկիր չեմ, բայց Վագների շատ եմ սիրում։ Ա իրան ասում արա լսի, Բիսմարկը ասած գա կես կուտի։ Ասма չէ Վագները կգնա իր մոտ, խոսա։ Գերվեստությունը կփրկի աշխարհին։ Մենք պիտի սիրուն ապրենք, այս պիտի անենք։ Վերջում Բիսմարկը եկավ իրան կերավ, ինքի դարավ ալկաշ, ծաղուր խմում ուսած սատկեց։ Ես դրաման ասում եմ, նայ, ասես մեծ բան կա։ Այդ մարսպետներ, որի մական, սահմաններում, մարսպետներ, պատերազմը սկսում է։ Այդ մարսպետներ տարածքային պաշտպանությունը պիտի կազմակերպեն։ Դրանք պատերազմից մի բան հասկանում են, հա այդ կարտություն ունեն այդ գիտելիքները, մարսպետը եւ բանակը ոնց պիտի համագործակցեն։ Դու գիտես, դա հատուկ բան է, դա սենսնես չէ, որ պատկերացումով դու կարաս անես։ Դրա համար ամբողջ մարսպետներ պիտի լինեն նախկին զինվորականներ, ոչ գնդապետից պակաս։ Ամբողջ բոլոր նախարարների մոտ պիտի անպայման լինեն խորհրդականներ, զինվորականներ նախկին։ Որտեղ չկա sense մի հատ հարց Հայաստանում, որ բանակի հետ կապված չի։ Վերցնենք, առողջապահություն կապված է ռազմական բիժների հետ, դա չէ, կապված է, չէ։ Այսինքն համատեղ են աշխատում։ Այդ առողջապահության նախարարը հասկանում է զինվորական այդ պատերազմի գործերի մեջ բանակը այդ հոսպիտալներ ոնց պիտի աշխատեն, ռազմական հոսպիտալներ ոնց պիտի, չէ։ Այսինքն դա պիտի լինի նախկին ռազմական բժիշկը, որ համակարգից է եղել, ֆինանսական նախարարությունը, որ բյուջետ է ընդունում, բանակի ներկայացուցիչը պիտի լինի քո մոտ խորհրդական, որ ասելիս է, այս բյուջետը մեզ էլ է պետք բանակին։ Ու սենց չկա սենց մի հատ նախարար, որ իրանց մոտ մի հատ զինվորական չպիտի կողքը խորհրդական կամ օգնական լինի, որ իրան բացատրի։ Իսկ երկրի ղեկավարը, անվտանգության խորհուրդը, գլխավոր դատախազ, դատավոր, ԱԱՑ-ն, ներքին գործերի, այդ սա պիտի լինեն նախկին զինվորականներ, ուժային, որովհետև մենք պատերազմի երկին ենք, միլիոն էլ տարի ապրենք մեր մոտ իրադրությունն ալերու այսօր վաղը, այսօր վաղը։ Այդ չի նշանակում մենք գնում ենք որպես military country։ Այդ չի նշանակում որ մենք միլիտարիզացում ենք, չէ։ Այդ չի նշանակում որ մենք պատերազմ ենք ուզում։ Զինվորական երբեք պատերազմը չի ուզում։ Ինչու։ Ինքը հասկանում է, ինչ է նշանակում մարդ կորցնելու, հիգեր կորցնելու, զինվոր կորցնելու, ինչ է նշանակում որ դու տենում ես ոտը չկա, ձեռքը չկա, գլուխը չկա, բայց զինվորականը ամեն ինչ անելու է, որ հանգարց պատերազմը սկսի, պետությունը ուժեղա։ Ասում են, ուզում ես խաղաղություն, պատրաստի պատերազմին։ Սովորական քաղաքական գործիչ ի վիճակի չէ տանել։ Որովհետև դրանք կոմպյուտեր են խաղում պատերազմը, տանը նստած կարող է ջոյստիկով պատերազմ են խաղում։ Բայց մի հատ պամպուշ կողքովացնի կարող ուշքի գնա։ Դրա համար ես ասում եմ, այդ ազգը պիտի ոչ թե գնա Ռոբիկի հետևից, Թերսալկիցյանն հետևի, Տատոյան, Թևոնյան, Սամվել Կարապետյան, այն չէ։ Կա սենց մարդ, մենա Ռոբիկը եղել է 10 տարի, ինչ արել, ոչ մի բան, ոչ մի հատ գործարան չի սարքել։ Սեզ եղել է։ Ինչ են արել, շատ մի հատ, ոյակապ մի հատ գործ են արել, ասեն ինչ գործ են արել, հարուստացել են երկուսով, իրանց նախարարները էլ, դատավորները էլ, դատախազները էլ, ուժայինները էլ, հարուստացել են իրանց թիմերը, այսինքն մենք գնացել ենք առաջի պատերազմը, այրն եք թապել, դրանք էլ գայքել են հարուստացել են, Հարաբաղը որ մտնում ես այն ժամանակ, այդ ումն է, այդ Բակոյինն է, այդ Արայիկինն է, այդ Ագանովսկին է, Էսի Արտուր Գաբիկյանն է, էսի Ֆլանս, էսի Պինքաս, չգիտեմ, էդի էսա, չասկացա, այդ մեր տղերքը որ գնացել են զոհվել են, կյանք են տվել, ինչ համար, որ 20-30 հոգի մարդ գա սկսեն լափել,
Բայց հետո ասում եք պատրաստ եք, ինչու սենց եղել։ Որովհետև եթե քու գրպանի բյուջետը մեր բանակի բյուջետից ավելի մեծ է, այդ բանը դրանից հետո ինչ ես ուզում։ Կամ որ սա գործարանները վերցնում ես ռոբիկ, տալիս ես Պուտինի Բեռնի մեջ ես կողում, որ ու այդ գործարանները չան։ Այդ ինչու հանձնեցի սա մեր տնտեսությունը ռուսներին։ Ինչու համար։ Իդեպ Ինչու հիմա Ռուսաստանը արգելափակել են, հա, այնտեղ ինչեր ունենք, այնտեղ ունեն գինի, ծաղիկ, ջերմուկ, սպիրտներով, բարով, սա ինչ է նշանակում։ Հիմա էլ չունենք, արդեն ակերված է բերես Ռուսաստան։ Գարեջուր, Շո փագել են փակել են։ այսօրվանից։ Հա, ու շատ լավ։ Ասեմ, շատ լավ։ Ես ուրախ եմ։ Ասեմ ինչու համար։ Ինչու։ Մեր բիզնեսմենները այդ քարտեզը չեն նայում։ Այդ տիպիլ են բերում, ջինս են բերում, շալվար են բերում, չգիտեմ, կոստյումներ են բերում։ Իրանց քարտեզների մեջ այս բան կա։ Եթե շորեր մորեր Ստամբուլն է։ Եթե ինչ որ բան պիտի գնանք տանենք, Մոսկվան է, Կրասնոդարն է, Ռուսաստանն է։ Արա միշտ ասում եմ, աչքերի բացեք, քարտեզը մի հատ նայեք, աշխարհը շատ մեծ է։ Նույն ծաղիկներ, երեք ես առաջալ կինեմ, ցերեկը։ Իրուգունը կառավարությունը լսեց, ես ինչ եմ գրել, այսօր նույն կոմպենսացիայի մասին, որ մտեք բիրժայի մեջ, Գալանջայում, Ասմեյով։ Մտեք, 50 պետություն իրանց ծաղիկներ բերում են Գալանջան։ Բիրժա, ոնց որ ոսկի բիրժա, նավթի բիրժա, չէ։ Բայց պարոն Պողոսյան, մենք ճանապարհ ունենք տանելու։ Նայեք, 50 պետություն։ Կենիա, Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա, Կոստա-Ռիկա, Էկվադոր։ Ճանապարհ ունեք։ Բայց մենք սահմանների խնդիր չունենք։ Մի վարքյան։ Դուք գնացքվեք այդ ծաղիկները տանում եք Բրազիլիայից, Արգենտինայից, բիրժա, Գալանդիայի բիրժան, ծախում եք այնտեղ։ Դե կարան նավերով տանեն։ Միջև նավերով տանես ծաղիկի սատկելով է։ Դե լավ, բայց դե շուկա կա, մեր մոտ սաղ փակ է մի։ Էդի նկատի ունեմ։ Չէ, մի վարքյան։ Ուրեմն դուք Արգենտինայից, Բրազիլիայից, Չինաստան, Հնդկաստան, դու որ անցնես մտնես սամալյոտով միջև բանը Հոլանդիան 13 ժամ թռնելու ես։ Այո։ 13 ժամ։ Այո։ Ես թռնելու եմ ստեից 2.5 ժամ։ Այո։ Դուք նավով չեք բերում։ Դուք սամալյոտով եք բերում։ Ինքնատիրով եք բերում։ Դա ծաղիկը, բա մնացած բաները։ Օրինակ ես այս միկրոֆոնը Չինաստանից եմ առել, նավով է եկել։ Կարող նավով գա, ես ցես հետո կոնտակտներ կուղարկեմ, սամալյոտով էլ գան ավելի շուտ ու ավելի իժան։ Այո, չէ, դե ես տեղ Ամերիկայից էլ կարամ առնեմ, սա ընդամենը օրինակ է։ Օրինակ որ բերում եք, ես երկրատներ բիզնեսով եմ զբաղվել, որ չեմ եղել համակարգում։ Ես ինչ ուզում եմ ասեմ։ Ես մա սկսել ենք ծաղիկներից, այո։ Ծաղիկներից։ Սամալյոտ եք մտնում, կառավարությունը արդեն շո սկսել է ուղղությամբ աշխատել։ Դե, մենակ Մոսկվա չի, մենակ Ստամբուլ չի։ Թուրքիա չի։ Աշխարհը մեծ է։ Տեքստիլի կարակ Մալազիա, Ինդոնեզիա, Վիետնամ, Բանգլադեշ, Շրի Լանկա, Սինգապուր, Թայլանդ։ Արեք գնացեք դեից, ավելի իժան, ավելի որակով։ Գնում եք այդ զայրմա Թուրքիայից բանեք բերում, ապրանքը զզանք գալիս է։ Ես գիտես, չէ, որ խամուտ եմ մտնում, ասում եմ Թուրքիայից ես բերել, դա չէ, եթե սուտն ասել իմանամ գլուխը կարամ ջարդեմ։ Եթե Թուրքիա ապրանք են տալու ինձ։ Հա, ես երբեք չեմ անում։ Ուրեմն շատ լավ է որ փագել են։ Մտածեք, ես որ եղել եմ Արգենտինայում, բանում, Ուրուգվայում, հանդիպել եմ Լակյաժիպոյի հետ իրանց նախագահ։ Նո այն ժամանակ նախագահ եղել, սենատոր է եղել, հետո հանդիպել եմ Մուխիկոյի հետ Ուրուգվայում։ Լիքը սենատորներ հետ եմ հանդիպել, որ գալիս եմ ամենքին մեծ հայկական գինի, հայկական կանյակ։ Արա դրանք խմում են ասում են գերազանցը։ Իրոք, Մուխիկոն էլ բացենք խմել ենք, ասում են շատ լավն է։ Նույն Սիլվա Բիրլուսկոնել են ներդրել իրան տան մեջ։ Ասում է, արա ինչ լավ է որ դու գինի ստեղ չեք բերում։ Աշխարհը մեծ է, թող փագեն։ Ու ես ուրախ եմ ինչու համար։ Պետությունը մա պիտի կողքը կամաց լինի։ Մի քիչ օգնի նա փողով, բանով, ամեն ինչը։
Մեր դիվանագետներ, դեսպաններ, պիտի գնան պայմանավոր են աշխատեն Եվրոպայի։ Շուկաներ բացեն, մտեք գնացեք պետք չի չես ուզում, չեն ուզում։ Հիմա գիտեք, այդ ցաղկի դաժե նույն ճանապարհը որ փակել են, նայեք, միայն Կիրգիզյան, տարվա մեջ առնում է 75 միլիոն հատ։ Մեջ շուկանա, գնացեք Կիրգիզյան մտեք, Կազախստան մտեք։ Կիրգիզիա որտեղից է ստանում։ Հնդկաստանից, Կենիայից։ Լսի, ամոթելա։ Կենիայից գալիս է Կիրգիզստանը, մտնում է ստեից Կրգստանը 2.5 ժամ ճանապարհ է։ Կենիայից են բերում։ Ուզում եմ ասել, այդ գաղափարը մեր բիզնեսմենների գաղափարը։ Մի քիչ այդ բանը աչքերի բացի կարա, քարտեզը շատ մեծ է։ Այո։ Գիտեմ, ես գիտեմ խոսք ունակ դուք որ Արգենտինան ամնագլխավոր միս ծախող է աշխարհում։ Դուք կոնտեյներով եք ծախում, ամսուկեից գնում է, Եվրոպա, Ռուսաստան, ոչ տարբեր, գիտեմ միջև նոր տարի հիմա պայմանագիր են կապում Արգենտինայում, որ նոր տարվա միսա մարգա։ Հիմա են կապում։ Հա։ Ասում թող փագեն, շատ լավ, գազը թող բարձրացնեն, ավելի շուտ գնանք Պարսկաստան։ Հիմա ես մի հատ բան ասեմ, մի կուբամետրը գազը Պարսկաստանում գիտեք ինչ արժի։ Ոչ։ Մի կուբամետրը, ասեմ։ Ну, կեսար 9 դրամ։ 9 դրամ։ Դա Պարսկաստանի ներսի գինն է։ Մեր համար թող 12 տան։ Դե թող սարքեին, Ռոբերտ Քոչարյանը չի սարքե։ Մի հատ պստիկներ ու բա սարքես, բերես միջև Սյունիք։ Հա, աբա դոնդրում բան ա եղել, չէ։ Դոնդրում բայդի կոչում։ Ես քեզ դու ինձ։ Էտա։ Այո։ Դրա համար ես ասում եմ, ինչ կան այս նախին սովետական տարածքը մեր համար փորձեն խնդիրներ ստեղծեն, մենք հայ ենք։ Դրա համար ես ասում եմ, մենք հայ ենք, մենք դասկանանք, մենք ովքեր, մենք հայրենություն ենք։ Այդ գաղափարի մարդիկ ենք մենք։ Մենք ճանապարհները կբացենք։ Մեր այդ հին ժամանակին հələ վերցնենք 1000 տարի առաջ։ Մեր միջոցով նույն Ռուսաստանը 1000 տարին չէ բանով մի 6-300 տարի առաջ 400 տարի առաջ հայերի միջոցով մտել են արաբական երկրներին մեր միջոցով նույնը Չինաստանի մեջ այն ժամանակ 1000 տարի առաջ 2000 տարի առաջ որ կրիվ է եղել մեր ոնքեր որ գնացել են Արուցախ են անում տարբեր մազերի իրար հետ պատերազմի մեջ են մերոք նստացնում են տանի շուրջ ասում են բարիշեք դավայ փոխսարկենք լավ ես մի հատ բան հետաքրքիր պատմեմ ուրեմն այդ շատ խնդալու բան է այդ միակ հայեր կարան ասես բան անեն ես երևի ու չգիտեմ մոտ երևի մի ժամ չեմ կարող ասել կառնել ուշ կգնաց թե երկով նստացեն ոչ ընտանիքում նստացենք հետ մտել ենք մի հատ ռեստորան ունդեղ որ հաց ես ուտում ամենի երկից խոսք ունակ իտալացիք գրում են օ մոլտո բոնա sense նենց որ իտալերեն բան են անգլերեն են գրում շատ օյակապ համով է նեմեսներ ոչ սա գրում են անգլերեն են գրում չկա ներքևից գրում են made in Japan made in Italy չգիտեմ America United States British չգիտեմ հետո նայում ենք արա ինչ է հայերեն գրած է հայեր ջան ստեղ ամեն ինչ համով է այսինքն ոչ անգլերեն ոչ հայերեն ու միայն հայերի համար է գրած sense երկրորդ ազգ չկա նայեք իտալացիք անգլերեն գերմանացիք անգլերեն սա անգլերեն մենակ հայերն են գրում ու մեր համար հայերի համար հայեր ջան ստեղ ամեն ինչ համով է մենք էդ ենք դրա համար մենք պիտի հասկանանք ռուս չգիտեմ եվրոպացի Իսուսը չգիտեմ ով էլ ուզում ա գա մենք որոշում ենք կայացնում սուվերեն որոշումը սեփական որոշումը ճիշտ հաշվարկում ենք ուր են գնում ինչ ենք անում Պարսկաստան խոսքի օրինակ Եվրոպա Միացյալ Նահանգներ Լատին Ամերիկա մենք դիտաշնայ մենք հիմա որպես պետություն Լատին Ամերիկա չենք աշխատում երբեք sense բան չի եղել ոչ Արգենտինա այդ խոր հարաբերությունների մեջ չկանք ոչ Բրազիլիայի ոչ Ուրուգվայի այդ
Նայ, ու այդ դաշտը հիմա դատարկա։ Ես քեզ ասում եմ ինչ արնելու։ Թուրքերը գալու են ու աշխատել են այդ տարածքում։ Մեկ տեղը։ Այո, Ինչու՞։ Որովհետև կառավարությունը չի ուզում Սփյուռքի հետ համագործակցի։ Իսկ մենք Սփյուռքը, դա մեր ոսկին, մեր նավթը, մեր գազն է։ Դրա համար Սփյուռքը պիտի մի քիչ ուշքի գա։ Եթե Սփյուռքը տենում է, որ նախկիններ պիտի գան այս նորից սկսեն լափել, չկա sense բան։ Սփյուռքը պիտի հասկանա, եղել են 20 տարի եղել են։ Նույնը կներեք, ես դաշնակցություն մեջ ինգերներ ունեմ։ Նա մոտիկի Գյորգի Միխայելոց Պետրոսյանն է։ Արտուր Մակրտչյանի ոսպանել Գյորգի Միխայելոց Պետրոսյանն է եղել։ Գյորգի Միխայելի Պետրոսյան, հա։ Մենք մոտիկ ինգերներ ենք։ Բայց կներեք, սկզբից Ռոբիկի հետ եղել, հետո Սերժիկի հետ, հետո նորից Ռոբիկի հետ։ Լսեք, բաները որոշեք, ում հետ եք։ Դուք ոչ Ռոբիկի, ոչ Սերժիկի, դուք Պետրոսյան կողքը կառնացել եք։ Ես չեմ ասում, Նիկոլի կողքը։ Դուք առանձին պիտի եք որպես դաշնակցություն։ Ես ինգերներ ունեմ Բեյրութում էլ, այդ թեմաները խոսում են։ Դաշնակցություն շատ կարևոր կուսակցությունն է։ 90 թվականներին մի քիչ ուրիշ դաշնակցություն է եղել կամ հիմա։ Այդ մենք պիտի հասկանանք ու չվիրավորվեն։ Ես որպես պետական գործիչ եմ ասում, ես sense ապաչկարա մարդ չեմ sense սեմիչկա ծախող։ Դրա համար ասում եմ, մեր Սփյուռքը շատ կարևոր բան է ու մեր պետությունը շատ սխալ բաներ անում, որ չի համագործակցում շատ խորը։ Բայց Սփյուռքը էլ պիտի հասկանա ուր է մտնում ու ինչ անում։ Այդ խոսքը ունակ ինչու խեղճ այդ Բագրատին վերցրել է, կողել է քաղաքական դաշտում։ Սահմանադրությունը մեջ նշածա եկեղեցու իրավունքությունը մտնի քաղաքական գործի մեջ։ Եթե դու խախտում ես անում, դու պիտի պատրաստ լինես, որ պետությունն էլ անելու նույն բանը։ Ու եթե դու ասել ես պետության, լսի, դու իրավունք չունես, դու խախտում ես անում, դու սահմանադրությունը օրենքի խախտում ես անում, պետությունը ասել է կներեք մի վարքյան։ Բադրանք ինչ են անում։ Եթե խախտում չի իրաց կողմից։ Ինչու եք ձգել։ Ես ասում ինչու իմ համար են ձգել եկեղեցու։ Ասեմ, մտածել են հիմա Նիկոլի մոցայի տակ սկսել է եկեղեցու ճնշել բան, ժողովրդի ոտքի վրա կաղնի, ջարդուշուրով բան գնան իշխանությունը փոխեն։ Ինչ ստացվել։ Բացի խնդիրներից, բայց դա ցեզների բան ասեմ, դա ռուսական օպերացիան է։ Ռուսական նարատիվները է դա։ Ռուսաստանի խաղն է եղել դա։ Ես մեր եկեղեցու ցավը տանեմ։ Ես Վազգեն առաջինին լավ ճանաչել եմ, հանդիպել ենք խոսացել։ Եկեղեցու դու ազգի կողքն ես կառնած, պետության կողք է կառնած, դու ինդումություն հետ գործ չունես։ Դու անելիք ունես եւ ասելիք ունես։ Դու ունես, նույնը Նիկոլին է վերաբերվում։ Դու խնդիր ունես եկեղեցու հետ, գնա Էջմիածին, Գարիգին հետ նստի խոսա։ Գարիգին, Նիկոլի խնդիր ունես, գնա խոսա։ Այդ թեմաները, որ եկեղեցու եւ պետությունն է խոսում, դա ոչ մեկը չպիտի իմանա դրա մասին։ Մենք պիտի արդյունքներ տենանք։ Ինչ են արել պետությունը եւ եկեղեցու։ Բայց որ ինդումությունը վերցնում է, ներքաշում է, կողում է քաղաքական դաշտը, ու ստեղծում են այդ ջարդփշուրը, մենք հետագայում ինչ ենք ստացել։ Առանձնացված ազգ։ այո։ Դրա համար ես դրա համար ասում եմ, քաղաքական գործիչներ իրանց դարը անցավ փոխել են ցաղի ձոր պատմությունը պիտի գրեն զինվորականներ ով պագանավոր են միշտ դրանք են Հայաստանը մեր ազգին փրկիչ են եղել ու սենց էլ մնալու է մնացածը պիտի գան միանան էտա Պարոն Պողոսյան, վերջի հարցը եւ այս հարցով էլ փակենք մեր հաղորդումը, ինչպես է գնահատում այս պահին Քարոզ Արշավը ընտրական, հա, եւ այս զապիսներով, բռնել բաց թողելով, ռուսի մտում, ես ինչ եմ ասում մտում, որ քանի որ մարդու մեղ կապացուցված չի, դա դեռ հաստատ չի, ճիշտ է։ Դրա համար եկեք սենց ասենք, մտում շպիոնները իրար հետ, չգիտեմ, համբալ ասելը, սենց մի խոսքով, մի բառով, եթե կարողանաք պատասխանել սենց կարճ եւ եզրափակենք հաղորդումը։
Նայեք, ես շատ վատ եմ վերաբերում որպես ոչ թե քաղաքական պետական գործիչ եւ պես տղամարդ հայ եւ զինվորական ես չեմ տենում քաղաքական մշակույթը Հայաստանում չկա քֆուր երեխեքին կպնում են ընտանիքին կպնում են մտնում են հեքիաթներ են տարածում լսեք դուք իրար մեջ խնդիր ունեք գնացեք այդ խնդիրները զբաղվեք ինչու եք ներկայացնում երեխեքին մտնում եք ընտանիք ստից բաներ եք տարածում իրար նկատմամբ երեք մեր զինվորական ինչ որ մեկին ասում է երկա երկում I love you համազգեստով բան գլխավոր շտաբից էդ են տարածում ինչու համար որպես ինչ դրանով ինչ եք անում համբալ ասելով ինչ եք անում իրար վիրավորելով բանով երեխեք են նայում կանայք են նայում լսում են կարդում են ով գիտի ցես հարգի դուք ցես հարգում եք ոնց էս բաներ եք անում Նիկոլ դու մարդկանց այդ խնդրեմ ունես այդ մի հայոյի դուք Նիկոլի այդ խնդրեմ ունեք մի հայոյի իրանց երեխեք կապ չունեն Էլնի դա Ռոբերտ Քոչարյանի երեխեք է կամ Սերժ Սարգսյանին կամ այն մեկին կամ Նիկոլ Փաշինյանին երեխեք թորնիկներ հարսեր բարիկամներ հինգեր դրան կապ չունեն Էդի քաղաքական պայքար է դու քաղաքականությունով զբաղվեք ոչ թե մտնում եք ընտանիք ես ասում եմ այն մարդիկ որ մտնում են այս բաների մեջ ընտանիքի մասին սենսի մասին երեխեքին կոպնում են անբարոյական մարդիկ են տղա մարդ չեն էս շեն անասուն են Խեք վիրավորում Նիկոլ Փաշինյանը Ռոբիկ ուզում ես բան ասես իմանա դուք որ լսում եք դուք պաստերը լսում եք դեր խոսք օրինակ Նիկոլաս Մաթալանչի դրակել ասում են Դավաճան ու 6 տարի էտա Դավաճան Թալանչի Դավաճան մի հատ կարաս ռեփ գրես դրա մասին ուրեմն եկեք պաստերով խոսանք Ռոբերտ պաստերի հանի բացի Ղարաբաղից մենակ Ղարաբաղը հարց չի ստեղ տարբեր Նիկոլին սխալները ոչ թե տարաբաշար չգիտեմ բարերը այսօր սենց ասել վաղը նենց ասել Էլա Տրամպը օրվա մեջ հաշվարկվել են 21 անգամ սուտ ասում օրվա մեջ 21 անգամ հաշվարկել մի քանի հազար բան ասացում տարվա մեջ Ռոբիկ պաստեր ես հանում խոսում ես Նիկոլ հետ Նիկոլ ասում ես Ռոբիկ Թալանչի օքեյ պաստերով եթե Ռոբիկը Թալանչի ինչու նստած չի եթե Սերժիկ Թալանչի ինչու նստած չի վախացնում ես որ իհարկե եթե Ռոբիկին նստածնում է ումով պիտի վախացնի ժողովրդին հիմա ինչ են ասում տենում եք նախկիներ կգան նորից կսեն Թալան ժողովուրդը ասում է չէ գնանք Նիկոլի նորից ընտրենք դրա համար Ռոբիկը նստած չի որ էդի պետք է դի հասկանում ես ոնց բանա վիշապը էլի վախացնում ես վիշապով ամ բարոյական process-ներ է գնում Հայաստանում վիրավորել նայեք ես չեմ ալա լսել նորմալ ծրագիր ուժեղ Հայաստան ենք սարքելու ինչով եք սարքելու մի հատ ծրագիր ինձ ներկայացեք կենամ ինչ բանով 300,000 աշխատանքային տեղ ուզում եմ բաս ստի բան որ 300,000 աշխատանքային տեղ է ստացելու այդ ոնց որտեղ ինչ գործարան է ստացելու կամ ասում են ամը մի չորրորդ երեխան այսքան գումար ստանա 5-7 երեխան բնակարան կստանա այ հարց առաջանում բայց այս մի հատ երեխուն երկու երեխուն ոնց պիտի պահեն երրորդ որ ծնվում է ոնց պիտի պահեն գնան քախեն իրանց հասկանում եք ինչ պոպուլիզմը տուպոյ դիշովի անգրակետ իժանոց բաներ են ասում չորրորդ երեխան արա գնա մի հատ Հայաստանում փորձի մի հատ երեխան դաստիարակի այս պահին այս իր վիճակին չգիտեմ ստեյից միջև գները ստեյից միջև կոսմոսա բան ենք Սինգապուր ենք սարքելու առրացե Սինգապուր ենք սարքելու Ռոբիտ ասում է ուժեղ Հայաստանում սարքելու կսարքե եղածը չեղածը վերես ռուսին ոչ բանակն է ստեղծել ոչ խոպի միջոց է սարել ոչ մի հատ գործարան է պամպուշ արտադրենք է ստեղծել նույնը Սերժիկը լավ չի գնում Սերժիկի մասին մոռացել ենք լավ Սավել Կարապետյան բայց ես դες ուզում եմ ասեմ ուրիշ բան
Այդ որ ասում ենք որ այդ գարի ջուրը չես կարոտանես, գինի չես կարոտանես, այդ ամենի։ Հիմա ես ասում եմ։ Նայ, մեծ մասը ինտրուցիոներ գնում է պրոռուսական ուժեր։ Մեծ մասը կուսակցություններ պրոռուսական են Հայաստանում, գնում են դեր։ Հիմա նայեք, Ռուսաստանի այդ Մեդվեդևը ովքեր հայտարարություն են անում, որ այս չես կարող արդեն Ռուսաստան վերես ցաղի, գարի ջուր, գինի, չգիտեմ, զուկարանի տուղ, չգիտեմ ինչ, ոչ եմ, չես կարող վերես, առաջի հերթում ինչ են անում, ասեն, իրանց ուժերի վրա են խփում, պրոռուսական, հիմա ժողովուրդը նայում, ասում է, դե եթե Ռուսաստան սենց է պահում, գնանք պրոռուսականների հետևից ինչ անենք, այնա փագում են, գնանք նորից Նիկոլի հետևից, ու ես ես ասում, գիտեք ինչ, Ռուսաստանը ատամներով Նիկոլին պահում է, հատուկ, ու խփում է Ռոբիկին, Սամվել Կարապետյանին, Թևոնյանին, հատուկ, ասեմ ինչ համար, Ինչու։ նայեք, այստեղ շատ հետաքրքիր խաղ է բացվել, ուրեմն, ստեղ լիքը գործարաններ կան, ռուսական, ռուսալ, մալիբդեն են հանում, այդ բանը, այդ որտեղ ոսկ են հանում, մոռացել եմ այդ բանը, այդ Բանը կարիերները, որ այդ Սյունիքի հա, այդ բանը, այդ որ մալիբդեն բան են հանում, այդ բանը, այդ մի ժամանակ ուզեցել են, հա, ուրեմն, այդ են ռուսները են, երկաթգիծը էր ռուսները են, ոչ լիքը բաներ կա, ալյումինի են սարքում, բան են սարքում, սա գնում է Եվրոպա, որովհետև դա ռուսականն է, բայց Հայաստանում գրանցված է։ Կներեք, էդի պղնձամոլի բանը չէր։ Տես չէին։ Այդ է սա, հա։ Այդ էլ Ռուսաստանն է, ռուսալն է, Ձերեբասկո, օլիգարխը։ Նայեք, ինչու պետք է Նիկոլը մնա։ Քանի որ Ռուսաստանը չի կարող այդ խաղը բացվի։ Այդ պրոռուսական թիմեր որ կան ուժեր։ Չի կարող ասարա, դուք որ գալուս եք, սաղ ասում եք, մենք Ռուսաստանի հետ, Եվրոպա ստեից գնա։ Ռուսը չի կարող իրան ասարա, լսի, ինձ պետք է որ Նիկոլ Եվրոպայի հետ աշխատի։ Ես համ ինքի պայմանագիր ստորագրել Եվրոմիության հետ, համ մենք ստեղ ռազմական բազա ունենք, մեր մոտը ստեղ դիրացա։ Վրաստանում սենց բան չկա, Միջինասիայում սենց բան չկա։ Իսկ Հայաստանում ես բազա ունեմ։ Համ էլ Հայաստանը Եվրոպայի հետ պայմանագիր ստորագրել։ Եվ տնտեսական, եւ քաղաքական։ Այսինքն Հիմա ինքը ինչու սենց դևերա թափում, իբրև ռուսի դեմա, որ մենք գնում ենք Եվրոպա, ասեմ ինչու, որ ուրիշներ նայեն, Կազախստան, Կիրգիզիա, Տաջիկստան, Բելարուսիան, եթե սենց հեշտ գնում է, չէ Հայաստան, դրանք չասեն արա, հեշտ գնացել մենք էլ գնանք։ Թատրոն են ստեղծել, իբրև դեմ են, ճնշում են, բայց իրանց պետք է, որ Հայաստան Եվրոպայի հետ համագործակցի, որ իրան ապրանքը, որ ստեղ է, սանկցիան չի վերաբերվում, բայց սա իրանցն է, իրանց փողն է։ Հասկանում ես խաղն է։ Խաղ ինչու մեջն է։ Ռուսաստանը Նիկոլին ատամով պահում ատամներով։ Որովհետև այսքան բիդե էշնի Պուտինը որ վերցնի այս չես կարող բերես, ինչ կարող բերես, այս կարող չթախես Ռուսաստանում ու Հայաստանը ասում այ ցավոտանը չէ Նիկոլ գնում եք Ռոբիկի հետևից։ Ինդումությունը այսքան անգրակ է, այդ խաղը չեն հասկանում։ Բայց որ Կազախստանը բան չի մտածեն սենց հեշտ կարաս պցնես ռուսից, այդ չնշում են մեզ։ Բայց այդ որոշումով Ռուսաստանը որ ընդունեց, որ ապրանքը չես կարող բերես Ռուսաստանը, մեծ ամբողջ պրոռուսական ուժերին։ Խաղը դրա մեջ է ուտենակ։ Հետագայում իջալնելու։ Շատ լավ։ Բայց հետագայում դեկը դրանք երկար չեն մնալու, երկար։ Եթե թեկուս ասում են պարլամենտով, բայց հաստատ ասում եմ, այդ պրոռուսական թիմերի նախկիներ պիտի մի բան հասկանան, դուք եղել եք արդեն, ու ոչ մի բան չեք կարողացել անեք։ Համ էլ մի հատ վերջում, եթե թույլ կտաք, մի հատ թեզիս էլ ասեմ, որ ես գժվում եմ, որ թեզիսները լսում եմ։ Այդ որ ասում է, որ Ռոբիկն ա եղել, Սերժն ա եղել, Ալիևը վախեցած ա եղել։ Լավ բան հիշեցիք, այո։ Вот գլուխ սուտա։ Ալիևը վախեցած չի եղել։ Ալիևը ժամանակ է ձգել, ու նայում դուք ժամանակ եք ձգում, բանակցում եք։ Ինքը պոստը տենում է, որ ուղղակի տենում է Հայաստան թալանով ազբաղում, բանակը չի զարգանում։ Ինքը ասում է, ինչքան պետք է դուք էլ
Ձգեք ես համաձայն եմ։ Միջև դուք ձգում եք, ես բանակ եմ ստեղծում։ Ու իմ ազգին պատրաստում են պատերազմին։ Այստեղ վախ չի եղել, այստեղ հաշվարկված, մտածված, քաղաքական բաներ ա եղել։ Դրանք պատրաստել են պատերազմին, ոչ թե վախեցած են եղել։ Ուղղակի որ եղել է Ռոբիկոսի գալը այն ժամանակ դրանք պատրաստ չեն եղել պատերազմը սկսեն։ Այդ բալանսը սկսել է ջախջախվել մեր մոտ 2012 թվին։ Մինչև 2011-2008-9 թիվ մենք արանք պատերազմը հայտարանենք մտնենք ու ոչնչացնենք իրանից։ Բայց 12 թվից հետո արդեն ուշ ա եղել։ Շնորհակալություն պարոն Պողոսյան հարցազրույցի Ես էլ եմ համար։ շնորհակալ։ Հույս ունենանք ապագայում նորից ձեզ կտեսնենք մեր եթերում։ Սիրելի Մեծ հաճույքով։ բարեկամներ, սիրելի ժողովուրդ, խնդրեմ, որ դուք չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը եւ իհարկե այսօր պարոն Պողոսյանի աշխատանքը։ Այսօր այսքանը, ստեսություն, հաջողություն։ Հաջողություն։